Եթերում բաց քննարկումն է, եւ այսօր բաց քննարկման հյուրը Ալավերդի համայնքի ղեկավար պարոն Դավիթ Ղոմաշյանը։ Բարև ձեզ, պարոն Ղոմաշյան, մենք եթերում ենք, կարող եք ողջունել հեռուստադիտողներին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, հուսով եմ հետաքրքիր հարց ու պատասխան կունենամ։ Ես էլ կարծում եմ շատ լարված հարցազրույց է լինելու, քանի որ հարցերի հիմնական մասը կազմված են մեր հեռուստադիտողների, մեր սոցիալական ցանցերին գրած տեքստերից։ Պարոն Ղոմաշյան, 1 տարի առաջ էիք մեր տաղավարում, որի ընթացքում մենք զրուցեցինք համայնքային խնդիրներից եւ դրանց լուծման ուղղված ծրագրերից։ Այո, 1 տարի անց էլ ցավոք սրտի կուզենայի իհարկե հաճախ լինեի ձեր տաղավարում, հաճախ հարցերի պատասխանեի, բայց նաեւ ժամանակի սովորության հետ կապված է լինում։ Ինչ կարող եմ ասել, կատարված աշխատանքների վերաբերյալ կան աշխատանքներ, որոնք արդեն իսկ ավարտված են, եւ կան աշխատանքներ ընթացիկ։ Իմ օգտարյալներ ունեն, նախորդ նախապատրաստվել էի, որովհետեւ ենթադրում եմ, որ նման հարց կհնչի։ Այս պահի դրությամբ ուրեմն ունենք թվով 11 ծրագիր, որը արդեն ավարտված է, սա այն ծրագրերն են, որոնք նախատեսված են եղել 24 թվականի վերջին եւ 25 թվականին։ Ես արագ կուզենայի ընթերցեմ կամ ընդհանուր թիվը կարող եմ հնչեցնել 619 միլիոն դրամի տարբեր ծրագրեր։ Օրինակ, Աքորի բնակավայրի թիվուտ մանկապարտեզում վերանորոգում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու հարավային մասի Գետապնի հատվածում գտնվող ճանապարհի ասֆալտապատման կապիտալ վերանորոգում, Ալավերդի համայնքում 500 կՎտ դրվածքային հզորությամբ համայնքային առևտրային արևային կայանի կառուցում։ Իդեպ ուզում եմ նշեմ, որ արևային կայանը արդեն գործարկվել է, աշխատակիցներին ընդունվել են աշխատանքի եւ նա գործում է եւ մեր հաշվարկներով մոտավորապես ամսական 18-ից 20 միլիոն դրամ հավելյալ եկամուտներ ունենալու համայնքը։ Ամսական։ Այ, ներողություն, տարեկան։ Շատ լավ կլիներ իհարկե։ Ես էլ մտածեցի, թե համայնքը հարստացավ։ Տարեկան, իդեպ էլի քիչ չէ, որովհետեւ բազմաթիվ փոքր խնդիրներ կարող են լուծել։ Իհարկե։ Եվ նաեւ աշխատատեղեր են 4 աշխատող ունենք, 4 աշխատակից ունենք, տնօրեն են եւ 3 աշխատակիցներ, դա էլ հավելյալ արժեք է, մաղաթ բնակավայրում իդեպ եւ բոլորը մաղաթ բնակավայրից են աշխատողները։ 2 օր առաջ ոնց-որ ներկայացրեց աշխատանքը։ Ալավերդի համայնքի մեծայրում բնակավայրում մարզահրապարակի հանգստի գոտու կառուցման աշխատանքներ են կատարել։ Ալավերդի համայնքի եւ սա ուզում եմ շեշտադրեմ ամենակարևոր մեր առաջնահերթ ծրագրերից է, դա բազմաբնակարան շենքի տանիքների, շքամուտքերի վերանորոգումն է։ Թվով 10 արդեն կատարվել են, ավարտվել են աշխատանքները։ Իդեպ ասեմ, մեր բնակիչների կողմից նաև ներդրում է կատարվել 5%-ի չափով, որի համար նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել, որովհետև համախմբված կերպով բնականաբար այն շենքերը, որոնք վերանորոգում են, համախմբված կերպով վճարումները կատարել են, եւ ընդհանուր առմամբ 10 բազմաբնակարան շենքի գումարը կազմել է 347 միլիոն 174 հազար 696 դրամ։ Կարծում եմ Ալավերդու համար ռեկորդային թիվ է բնակչության մասնակցության համար։ Դա չէ, դա ընդհանուր գումարն է, 5%-ը սա։ Դրա 5%։ 5%-ը վճարել են բնակիչները։ Իսկ կան շենքեր, որ դեռևս ընթացքի մեջ են, թե 10-ը արդեն ավարտական։ Սրանք ես խոսում եմ այն ծրագրերը, որոնք ավարտվել են։ Ունենք նաև տվյալներ ընթացիկ ծրագրերի մասին, բնականաբար եթե Այո, ունենք նման հարց նախատեսված է։ Կպատասխանեմ։ Ալավերդի համայնքի Հագվի եւ Թեղուտ գյուղերի գերեզմանոցների ցանկապատի կառուցման աշխատանքներն են ավարտվել։ Իդեպ ուզում եմ այստեղ էլ շեշտադրում անել, մենք համարում ենք, որ գերեզմանատների ցանկապատումը կարևոր աշխատանքներից մեկն է։ Հագվի, Թեղուտ եւ Ծաթեր գյուղերում արդեն ավարտվել են աշխատանքները։ Ցանկապատվել են գերեզմանատները ամբողջությամբ, բնականաբար հետագայում էլ պատրաստվում ենք համայնքի բոլոր գերեզմանատները ցանկապատել, արդեն իսկ կան նախագծման մրցույթներ, որոնք հայտարարվել են տարբեր գերեզմանատների համար։ Հիմա այս պահին կոնկրետ չեմ հիշի, բայց Ալավերդի քաղաքի գերեզմանատան համարել ենք նախապատրաստում տվյալ աշխատանքները կատարել։
Դրանք շատ կարևոր աշխատանք են, ես տեսել եմ Հագեգիում, նախ երկարաժամկետ նյութերով են պատրաստում, կարճաժամկետ չեն, եւ երկրորդը շատ կարևոր է եւ թե էկոլոգիական առումով եւ թե բնակչության առողջության պահպանման առումով, որովհետեւ շատ գերեզմանատներում իսկապես սարսափելի բաներ են կատարվում։ Այո, իդեպ այդ մասով ուզում եմ նշեմ, որ մեր կոմունալ տնտեսություններում մենք ընդունել ենք նաև գերեզմանատան աշխատակիցներ եւ համայնքապետարանի հաստիկային ցուցակներում կան գերեզմանատան աշխատակիցներ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատելու են գերեզմանատներում, այսինքն մաքրման, ընդհանրապես օգնելու, ոչ թե ինչ-որ գերեզմանոցներ կառուցելու, այլ ընդհանուր աշխատանք։ Հասկանում մաքրելու, ճանապարհները բաց պահելու, անցուղիները մաքրելու։ Այո, այդ աշխատանքները պետք է մի քիչ այս պահին այդ տեմպը չկա, քանի որ գերեզմանատներ ունենք դեռևս մաքրված չեն, այնտեղ դժվար է կատարել աշխատանքը, բայց ընդհանուր երբ որ մաքրվում է, արդեն աշխատակիցը կարող են այդ մաքրվածը հեշտությամբ հսկել արդեն։ Շարունակենք, պարոն։ Ստադիտողներին տեղեկացնենք, որ մեր հարցադրումները հիմնականում հիմնված են համայնքի բնակիչների կողմից սոցիալական ցանցերի մեր հարթակներից ստացված առաջարկներից։ Պարոն Գումաշյան, դուք հիշեք այդ հարցերը, այն ծրագրերը, որոնք իրականություն են դարձել, մենք համապատասխան տեղում նման հարց ունենք, իսկ հիմա գնանք ամենագլխավոր գլոբալ հարցերին։ Այս պահին մենք առանձնացրել ենք ամենակարևոր խնդիրներից մեկը ջրհեղեղի հետևանքների վերացումը, որը ճիշտ է, համայնքային խնդիր չի, համայնքային իրականացվող ծրագիր չի, պետական ծրագիր է, բայց ոչ պակաս կարևոր է Ալավերդի քաղաքի եւ ընդհանրապես M6 միջպետական ճանապարհով երթևեկողների համար։ Այս պահին աշխատանքները կարծես թե վերջնական փուլում են, գոնե դիտարկմամբ այդպեսին է երևում, ճանապարհի փակելը մեծ անհարմարություններ է ստեղծում։ Նախատեսում է երբ է նախատեսում ավարտել այս ծրագիրը, որտեղ մարդկանց կարծում եմ դա չափազանց հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է որ ավարտական, ես կուզենայի ավելի ճիշտ ասել, որ դա աղետի հետևանքները վերացնելու աշխատանքների սկիզբն է դրվել։ Ցավոք սրտի մի քիչ ուշացած, բայց կարևորը որ սկսվել է։ Բացման հետ կապված Թումանյան փողոցը երևի թե նկատի։ Նկատի ունեմ, այո, այդ կատա սուպերմարկետի հատվածում երթևեկելության բացել, գոնե միակողմանի։ Շինարարի հետ կապի մեջ եղել եւ ենթադրաբար 4-5 օրվա ընթացքում արդեն ընդհանուր կբացվենք, բայց ուզում եմ նշեմ, որ այդ հատվածում այս պահին ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվի, ընդհանրապես խճի տեղադրում կիրականացնենք, քանի որ նոր է լիցքը կատարվել, ինչև նստեցվի, հետո նոր կնստի, հա, էլի ընթացքում լիցքը կատարենք, հետո կկատարվի նաև ասֆալտապատման աշխատանքները։ Իդեպ Էնգելս թաղամասից հետո դեպի թաղամաս, այդ հատվածում էլ հենապատը գրեթե ավարտին է հասցվել, այդտեղ նաև դեպի թաղամասի մեր բնակիչների խնդրանքով նաև մեր առաջարկություններ է եղել, վերջնամասում ոչ թե կառուցում ենք միայն ջեմու անցուղի, այլ լայնացրել ենք այդ հատվածը, մայթի հատվածը եւ դարձնել ենք ջեմուղի նստարաններ, ծառեր, այնտեղ շատ գետափնյա ջեմուղի գետափնյա ջեմուղի լինելու ու իդեպ ես վստահ եմ որ շատերը նկատել են, բայց միգուցե շատերն էլ չեն նկատել։ Որտեղ մենք մի հատ հրաշք տեսարան ունենք, դեպետ գետի հենց խորոչում քարայրին, այո, եւ լուսավորության համակարգ ենք տեղադրելու, վստահ եմ որ հետաքրքիր միջավայր ենք ստեղծելու մեր բնակիչներին։ Իսկ այդ ճանապարհը, այդ հատվածը ասֆալտապատվելու է աշխատանքի ավարտին։ Նայեք, ասֆալտապատման աշխատանքներ նախագծով տրված է այն հատվածներում, որտեղ վերականգնվում է հենապատ։ Այսինքն ենթադրաբար, որ այդտեղ եղել է ասֆալտապատ ճանապարհ, բնականաբար նախագծով նախատեսված է եւ վերականգնել։ Հիմա օրինակ կոնկրետ դեպի թաղամասի հատվածում միգուցե նաև ասֆալտապատում չիրականացնենք, որովհետև այնտեղ ընդհանուր ճանապարհն է վերանորոգման կարիք ունի, հետագայում ենթադրաբար, որովհետև իմաստ չկա այդ հատվածը մի մետր լայնությամբ ենթադրենք ասֆալտապատ ճանապարհ ունենալ, մնացածը ոչ բարվոք վիճակում լինի, ենթադրում եմ, որ այդ հարցը նախագծով քննարկենք, թողենք հետագայում։ Բայց ընդհանուր առմամբ ծրագրերում կա իհարկե։ Շատ լավ։ Անցնենք հաջորդ հարցին։ Բայց կներեք այդ աղետի հետ կապված մենք իրականում այդ ծրագրերը նոր ենք սկսել եւ շարունակական են, քարտոփում։ Մենք հենց այդ հարցն ենք հիմա ձեզ ուղղելու։ Երբ է նախատեսվում սկսել Սանայինի պատմական կամրջի աջ ու ձախ կողմերի ջրհեղեղից ավերված մյուս հենապատերի կառուցումը։ Եվ քարկոփում։
Եվ ընդհանրապես մայրուղու բոլոր այն հատվածները, որոնք քանդվել են։ Ինչ վերաբերում է M6 միջպետական ճանապարհին, ես տեղեկություններ ունեմ, որ պետության կողմից պատվիրվել է նոր նախագիծ, ինչը դա իրանից ներկայացնում։ Նախ առաջինը այն հատվածները, որոնք որ փլվել են, դրանք միանշանակ վերականգնվել, եւ այն հատվածները, որ ենթադրաբար կարող են հաստատված միացել նույնատիպ կամ մի քիչ փոքր ջրհեղեղներ, որ տեղի ունենան, այսպես կոչված կետային հատվածային հատվածներում ավելի ամրացնելու, ճանապարհների մի մասը միգուցե լայնացնելու M6 միջպետական ճանապարհի համար կարճ ասած մեծ նախագիծ է նախապատրաստում, դա պետության մակարդակով։ Ինչ վերաբերում է համայնքային մեր խնդիրներին, ապա մյուս տարվա այս տարի կառավարության կողմից մոտ 300 միլիոն դրամ էր նախատեսվել Թումանյան փողոցի հենապատերի վերանորոգման համար, բայց ընդհանուր արժեքը 1 միլիարդ ավել գումար էր, մրցույթը շահել են 870 միլիոնով, եթե չեմ սխալվում, այսինքն մնացած մոտ 600 միլիոնը նախատեսվում է արդեն նոր տարուց հետո հատկացնել, փորձելու ենք մինչև մայիսյան այդ բարարումները ամբողջ Թումանյան փողոցի հենապատերը ունենանք պատրաստ վիճակում։ Շատ լավ, անցնենք առաջ։ Նորոգվում է նաև Զորավար Անդրանիկի փողոցը, իհարկե ուրախալի այդ փողոցը շատ երկար տարիներ միայն փոսային նորոգումներով է արվել եւ չգիտես ինչու հատկապես հիվանդանոցի հատվածում այդ փողոցը միշտ խայտարակ վիճակում է լինում, անգամ նորոգումներից 1 ամիս անց։ Եվ հիմա ուրախալի է, որ վերջապես այդ ճանապարհն ամբողջությամբ վերականգնվում է։ Այդ ճանապարհը շատ կարևոր է ալավերցիների համար, որովհետև ամբողջությամբ երիտասարդների ուժերով է կառուցվել եւ լինգերով եւ չգիտեմ, ձեռքի աշխատանք է, մեխանիզմներ չի օգտագործել, որովհետև դա պատերազմի ժամանակ է եղել, մեխանիզմներ դեռևս այդքան չեն եղել, շռայլություն է համարվել մեխանիզմները տանկի փոխարեն տրակտոր արտադրել, որպեսզի ճանապարհ կառուցի։ Հիմա վերջապես այն վերակառուցվում է, բայց սա էլ իր հերթին անհարմարություններ է ստեղծում։ Ես գիտեմ հիմա հեռուստադիտողները նաև դուք կասեք, հա, բայց կարևոր է հիմա համբերենք, որ այս դեպքում խնդիր է դառնում արագ դրա իրականացումը։ Ինչ փուլում է այսօր, այդ ծրագիրը ինչ է իրենից ներկայացնում, որքան արժե եւ երբ ալավերցիները այդ ճանապարհով երթևեկեն հանգիստ առանց փոսերի մեջ ընկնելու։ Ինչպես խոստացել ենք, որ երիտասարդական Զորավար Անդրանիկ եւ մնացած փողոցները վերանորոգել ենք, այո, դուք ճիշտ եք, աշխատանքները սկսվել են եւ այնտեղ այս պահի դրությամբ ինտենսիվություն չկա, նամանավանդ երիտասարդական փողոցի հատվածում։ Մենք դա էլ ենք ուզում ասել, թե ինչու այդպես։ Որովհետեւ Թումանյան փողոցը քանի որ փակ է, եթե դուք նկատել եք երիտասարդականում արդեն այդ եզրաքարերը հանվել են, այս շինարարը ուզում են արդեն սկսել աշխատանքները, բայց մենք հասկացանք մի բան, որ այնտեղ հենապատի խնդիրներ կա, որ ինքը նոր հենապատ պիտի կառուցի, ու երբ որ հենապատը հինը քանդելուց նորը կառուցելու ժամանակ հնարավոր է, որ հատվածը այնքան նեղանա, որ հնարավոր չի ճանապարհը նորից փակել։ Այո, փակել։ Այդ խնդրի պատճառով երիտասարդական փողոցը այս պահին կարելի ասել ժամանակավոր դադարեցված է, նաև Զորավար Անդրանիկում էլ մեր բնակիչներն էլ դուք նկատած կլինեք, որ տենց մեծ ինտենսիվություն չկա։ Դա էլ է մեկ պատճառ, որ եթե մենք ինտենսիվ արդեն շինարարը սկսի այդ ասֆալտապատման եւ շինարարական աշխատանքները, բնականաբար մեկը մեջ պիտի փակվի ճանապարհը։ Բայց քանի դեռ ունենք Թումանյանը փակ, այս պահին մենք էլ չենք նպատակահարմար չի։ Հիմա մի քանի օրից, որ արդեն Թումանյան փողոցը կբացի, բնականաբար նոր տարուց հետո ավելի ինտենսիվ աշխատանքները կսկսեն։ Իսկ արդյոք այս ծրագրով նորոգվելու է նաև Սայաթնովա փողոցը եւ երկաթուղու հետևնային անցումը։ Պարտադիր նորոգվելու է, ես հիշում եմ, որ մենք Սայաթնովա փողոցի վերաբերյալ եւ այգու վերաբերյալ հարցազրույցում ես ասել եմ հայտարարել եմ, նույնիսկ հիշում եմ, որ ցույցադրել եմ այո էսքիզները 3D, բայց եւ իտախրություն եւ ուրախություն նորություն ունեմ։ Իտախրություն առաջվա նախագիծը, որ մենք կազմում ենք կատարել, ճիշտ ասած քննարկումներից հասկացանք, որ այդքան էլ հաջող նախագիծ չի, եւ հիմա նախագծում կատարվել են էական փոփոխություններ, շատ ավելի լավ տեսք է ունենալու, արդեն վերջնական էսքիզային հատվածը պատրաստ է եւ բնականաբար եւ Սայաթնովա փողոցն է վերանորոգվելու եւ այգին է վերանորոգվելու, ավելին ասեմ, քանի մենք անդրադառնում ենք այդ հատվածին, Սայաթնովա փողոցի մինչեւ երկաթուղային կամուրջ հասնելը մեր բնակիչները միշտ տեսել են այնտեղ շուկա փողոցային։
այդ շուկան էլ է վերացվելու, ասեմ ինչպես, մենք համայնքապետարանում որոշում ենք կայացրել, ավականին որոշում ենք կայացրել եւ գնել ենք համապատասխան շենք, որտեղ հենց Դա նախկին Արևիկ հանրախանութը։ Այո, գնել ենք նախկին Արևիկ հանրախանութը, հիմա արդեն հայտարարված է նախագծման մրցույթ վերանորոգման համար, վերանորոգումը ավարտելուց հետո մեր բնակիչների հետ, առևտուր անող բնակիչների հետ նախապես պայմանավորվել ենք, բոլորը կտեղափոխվեն ավելի ցիվիլ, ավելի ժամանակակից փոքր, բայց փակ շուկայի տիպի տարածք եւ այդպիսով նաեւ կազատվի այդ տարածքը եւ ավելի բարեկարգ ունենանք, նաեւ վերանորոգվելու է երկաթուղային կամուրջ։ Իսկ արդյոք դուրս կգան նաեւ այն մարդիկ, ովքեր օրինական արդեն շինություն ունեն եւ այնտեղ շինու ինչ որ տնակներ են կառուցել, նրանք էլ դուրս կգան։ Թե միայն ժամանակավոր մեր ուսումնասիրություններով այդ հատվածի մասին է խոսքը կոնկրետ հայտեչի, հա, այդ բանով ասած 80%-ը այն այգու եւ ընդհանուր այդ ապօրինի շինություններ են, այսինքն փայտե տնակները եւ այլն, դրանք բոլորը ապօրինի են, բոլորը համաձայնեցրել են, որ ինքնական պիտի քանդեն կամ մեր օգնությամբ պիտի քանդեն եւ տեղափոխեն, որոնք որ օրինական են, այսինքն մարդ ունի սեփականություն։ Իրականում ես չգիտեմ դա օրինական է տարվել թե չէ, հիմա միգուցե նաեւ ինչ-որ խախտում է եղել, հիմա ես դրան ընդհանրում եմ մենք չենք անդառնա այս պահին, բայց sense մի գաղափար կա, որ ընդհանուր շենքի այդպես ֆասադային մաս միանման դառնալու արվի, գոնե փորձենք, որ միանման արվի, բնականաբար մեզ կողմից էլ մենք կօրդորենք սեփականատերերին, որ կամ միգուցե մենք նախագիծ կանենք ընդհանուր, կտրամադրենք իրանց, ամեն իրանց շենքը կվերանորոգեն։ Շատ լավ, պարոն Ղումաշյան, մենք մեր հաջորդ հարցը վերաբերում էր Պուրակին, այդ Թումանյան փողոցի վրա գտնող Պուրակին, դուք կարծես թե պատասխանեցիք այդ հարցին, միայն մի հարց, նախնական ծրագրում կարծես թե վերելակ էր այդտեղ նախատեսում բնակչության այդպես մնացել է թե փոխվել է։ Չէ, վերելակ լինելու է, դուք նկատի ունեք կամուրջի երկաթուղի։ Այո, կամուրջ։ Բայց կամուրջն էլ բնալու է, որտեղ օրեր կարող է լինել հոսանք չլինի եւ այլն, թե կամուրջը հանվելու ամբողջությամբ։ Վերելակը դա նախատեսված է հաշմանդամություն ունեցող ծեր մարդկանց, ովքեր դժվարանում են բարձրանալ այդ մարդկանց համար, թե չէ ինքը կամուրջը որպես աստիճանային բնականաբար լինելու։ Խնդրեմ լսնեմ։ Պարոն Ղումաշյան, մի փոքր շեղվենք քաղաքաշինական աշխատանքներից եւ խոսենք ներքաղաքական խնդիրներից, ներհամայնքային, այսպես կոչված, ասեկոսներից, որոնք համայնքի բնակիչները մեզ են ուղարկել կրկին սոցիալական ցանցերի միջոցով։ Եվ այսպես 2026 թվականը նախընտրական ընտրությունների տարի է։ Կարճ ասած, մենք ուզում ենք իմանալ դուք առաջադրվելու եք, թե չէ։ Եվ եթե առաջադրվել եք, ԿՊ-ի ցուցակով եք առաջադրվելու։ Եթե առաջադրվեմ, այո, միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով եմ առաջադրվելու, որտեղ առաջ երթին ես կուսակցության անդամ եմ, եւ երկրորդ իրականում կիսում եմ բոլոր գաղափարները, որը առաջնորդում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Իսկ ձեզ արդեն առաջարկ եղել է, որտեղ քննարկվում է կամ ինչպես վարչապետ Փաշինյանն էր սիրում ժամանակին ասել, օդում կախված լուրերի համաձայն ցուցակներն արդեն կազմված են, կարծես թե։ Ցուցակները կազմված չէ, վարչությունը քննարկում է այն մարդկանց անունները, ովքեր դիմել են։ Այո, ես դիմել եմ, բայց դեռևս ցուցակները քննարկված չեն, դա կտեղի կունենա նոր տարուց հետո։ Իսկ ինչ եք կարծում, անցողիկ տեղում կլինեք։ Չեմ կարող ասել։ Դուք ակնկալում եք նախընտրական ցուցակի որ գիտեք, բնականաբար պիտի ակնկալես մաքսիմում անցողիկ տեղում լինես, բայց դա վարչության որոշում է եւ ընդհանուր առմամբ իդեպ ասեմ վարչությունը միանձնյա այդպես չի որոշում, այլ քվեարկությամբ է որոշել տեղեկություններով, այսինքն ընդհանրենք 5000 կուսակցական ընկերներ ունենք մենք, այդ 5000 մարդիկ պիտի քվեարկեն ցուցակում ընդգրկված մարդկանց օգտին։ 5000 մարդ։ Մոտավոր, ես թիվն եմ ասում, այսինքն ընդհանրենք 5000 մարդ կուսակցության անդամներ ունենք, կուսակցության անդամները պիտի քվեարկեն ցուցակում ընդգրկված մարդկանց օգտին, այսինքն հերթականությամբ, հա, ով շատ ձայն ունեցավ, հերթականությամբ գալու է։ Ուզում եմ ասեմ, այսինքն ցուցակում տեղը կախված է քվեարկության արդյունքում ստացված քվեներից։ Քվեարկության արդյունքում ստացված քվեներից, իդեպ ասեմ, դա իմ կարծիքով ամենաժողովրդավար ձևն է, որ նույնիսկ կուսակցության ներսում ով լինի առաջատար, ով լինի առաջի
չգիտեմ 4-րդ, 3-րդ, 5-րդ, 50-րդ տեղում։ Իսկ ունեք այնտեղ ձեզ լոբինգ անողները, որովհետև նման դեպքերում առանց լոբինգի հավանաբար դժվար է։ Այդ մասին ես կլռեմ։ Եվս մեկ հարց, ինչպիսին են ձեր հարաբերությունները Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։ Հարցն ինչու է առաջացել, սա մեր հեռուստադիտողներն են ուղարկել, այնուամենայնիվ չգիտեմ դուք տեղակ չեք, քաղաքում պարբերաբար քննարկվում է, որ ձեր միջով, ինչպես ժողովուրդն ասում, սև կատու է անցել, որ ձեր հարաբերությունները լավ չեն, որ դուք գրեթե չեք շփվում միմյանց հետ։ Ինչի համար, որովհետև դուք շատ մտերիմ եք, շատ մոտիկ եք եղել, դրա համար դա մեր հեռուստադիտողներին անհանգստացում է, ոչ թե անհանգստացում է, հետաքրքրում է, այդպես է թե այդպես չէ։ Գիտեք, sense կա էլի մեր հեռուստադիտողներն ընդհանրապես մեր մեջ կա մի քիչ չափազանցնելու այդ չկա նման բան, որ ինչ որ լարված հարաբերություններ կամ այո Արեն Մկրտչյանի հետ շատ նորմալ հարաբերություններ է եւ կարող եմ ասել նաեւ ընկերական հարաբերություններ է, բացի գործնականը եւ գիտեք քաղաքականության մեջ էլ ընդհանուր այս աշխատանքների մեջ այո հարցեր կարող են լինել, որ մենք միակարծիք չլինենք, բայց դա չի նշանակում, որ մեր մեջով ոնց որ ասեցիք սև կատու է անցել, հա թե ինչ է անցել։ Գուցե սպիտակ է։ Սպիտակ չգիտեմ, չէ նման բան չկա, շատ ջեր նորմալ հարաբերություններ։ Իսկ ըստ այդ ժողովրդական խոսակցության ասում են, որ այդ լարվածություն առաջանում է այն պատճառը, որ դուք ունեք հովանավոր, որը Արեն Մկրտչյանը չէ, այլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Լսեք, ես Իսկ նրանք բանից բարձում է ԿՊ-ում էլ տարբեր թիմեր կան եւ Արեն Մկրտչյանը եւ Սուրեն Պապիկյանը տարբեր խմբերում են ԿՊ-ի ներսում։ Գիտեք, ես այդ բառը չեմ ուղղակի հասկանում հովանավոր, որովհետև այո ԿՊ խմբակցության կուսակցության մեջ շատ անդամներ կան, որոնցից մի մասի հետ ես լավ մտերիմ հարաբերություն ունեմ, մի մասի հետ չունեմ մտերիմ հարաբերություն, բայց դա չի նշանակում, որ որևիցե մեկի հովանավորում է եւ հարցն էլ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի, եթե ես նույն հարաբերության, նույն լավ հարաբերության մեջ ես Արեն Մկրտչյանի հետ։ Շատ լավ անդրադառնանք այդ։ Ներողություն լուսնի, այնուամենայնիվ դուք չնշեցիք, դուք Սուրեն Պապիկյանի հետ մտերիմ եք թե մտերիմ չեք։ Ես Սուրեն Պապիկյանին անձամբ եմ ճանաչում, այո, լավ, նորմալ մտերիմ հարաբերություններ ունեմ եւ ոչ միայն Սուրեն Պապիկյանի, այլ շատերի։ Շատ լավ անդրադառնանք այլ հարցերի։ Թումանյանական աշխարհ թերթը համայնքապետարանի շենքի շահագործումից հետո մշտապես գործել է այնտեղ, սակայն այս տարի հեռուստադիտողի բառերով վտարվել է շենքից։ Ինչու՞։ Միթե չարժեր գրեթե 90-ամյա լրատվամիջոցը պահպանել եւ դռնեդուր չգցել։ Որն է եղել իրական պատճառը, որովհետեւ կարծես թե վատ հարաբերությունների մեջ չեք եղել այս 2 տարիներին։ Գիտեք, համ կուզենայի այդ հարցին պատասխանեմ, բայց կուզենայի հետևյալն ասեմ։ Խնդրեմ հարցնեք Թումանյանական հենց այդ թերթի խմբագրին։ Ո՞ր ինքը պատասխան։ Շատ լավ, հայ դեպքում դուք պատասխանեք մեր մյուս հարցերին։ Քանի որ մեր հեռուստատողները այլ հարցեր են ուղարկել։ Դեպ ասեմ թերթի գործունեությունը այս պահին էլ շարունակվում է համայնքապետարանի շենքում։ Որ ասում են վտարել են շենքից։ Ինքը էլի շենքում է, ուղղակի առաջի հարկում է։ Ասիկ այնուամենայնիվ դուք տեղ եք հատկացրել։ Ես անձամբ տեղ չեմ հատկացրել, բայց ինքը գտնվում է համայնքապետարանի շենքում։ Աննախադեպ ծավալներով քաղաքաշինական աշխատանքներ են իրականացվում, նաև համայնքի մյուս բնակավայրերի ճանապարհներ, փողոցների լուսավորություն, համայնքապատկան հաստատությունների նորոգում։ Խնդրում եմ ներկայացնել, որ ուղղություններով են հիմնականում թիրախները եւ այս փուլում որ ոլորտներն են առաջնային համարվում։ Դուք կարծես սկսել եք արդեն դրանց թվարկել, եթե Գիտեք, որպեսզի ձեզ չձանձրացնեմ, մենք խոշոր ծրագրերի մասին, ընթացիկ ծրագրերի մասին, որոնք հիմա ես խոսեմ երկու փուլով, հա, եւ ընթացիկ եւ հետագայում առաջնային, որն ենք մենք համարում։ Բնականաբար մեր համար կոնկրետ Ալավերդի քաղաքի համար առաջնային ծրագրերից մեկը դա բազմաբնակարան շենքերի, տանիքների, շքամուտքերի վերանորոգումն է, երկրորդ բակերի գոյուղագծերի վերանորոգումն է, եւ ընթացիկ արդեն ճանապարհներ, խաղահրապարակներ, մանկապարտեզներն էլ միանշանակ առաջի շարքերում են, որի մասին եւ խոսեմ եւ թվային կարող եմ ներկայացնել։ Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ իմ մոտ մեծ ցանկ է, ճիշտ ասած, թվային կարող եմ միայն կարող նաեւ համայնքների քանակն ասեք, քանի համայնքում եւ եթե հնարավոր է գումարային։ Բոլոր համայնքներում
Եվ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ, որ ընթանում են ծրագրեր, 3 միլիարդ 257 միլիոն դրամի ծրագիր է ընթանում։ Այսինքն ընթացքի մեջ է տարբեր, դա եւ ճանապարհաշինությունն է, եւ մանկապարտեզաշինությունը, եւ լուսավորություն, շատ տարբեր ծրագրեր, խաղարապարակներ, այսինքն այս ընդհանուր գումարը դա ընդհանուր համայնքում ծախսվող այս պահի դրությամբ կատարվող շարունակվող աշխատանքներն են, որից օրինակ Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի թվով 15 շենք։ Մենք անցած տարի, ինչպես իմ խոսքում նշեցի, 10 շենքեր, այս տարի 15 շենքեր։ Հիմա մի քիչ ուշացել էր այդ աշխատանքները, իր պատճառները կար մրցույթի կայացման, նախագծման եւ այլն։ Շինարարները չէին հաճախ մասնակցում մրցույթին։ Եղել է դեպքեր, շատ դեպքեր կան, իդեպ ասեմ, որ շինարարները չեն մասնակցում, նաեւ շատ դեպքեր ունենք, որ նախագծող կազմակերպություններն էլ չեն։ Դե բնականաբար շինարարությունը չի կարող լինի առանց նախագծի, պիտի առաջ նախագիծը լինի։ Եվ նախագծերի խնդիրներ կա, որ չեն մասնակցում։ Իդեպ 15 շենքը կազմել է 431 միլիոն դրամ, էլի բնականաբար 5%-ը վճարում են մեր համայնքի բնակիչները։ Նաև կուզեմ առիթից օգտվելով եւս մեկ անգամ համբերություն խնդրել ունենալ, որ մեր բնակիչներն ունենան, քանի որ աշխատանքներն արդեն սկսվել են։ Մենք քիչ ենք նաև շինարարին այսպես փորձում հապճեպ անել, հա, այդ ամեն ինչը, որովհետև նախ որակին ենք ուզում, որակը լավ լինի, հետո քանի որ մենք այս ձմեռային, հա, եղանակին ենք արդեն հանգել հնարավոր անձրևներից, հնարավոր միգուցե ձյան դնումից խուսափելու համար, որպեսզի այդ տանիքները որ բացվեն, բնակիչներին էլ վնաս չտան, փորձում ենք։ Ինչպես նախորդ տարիներին եղավ 1-2 դեպքի հավաքում։ Մեր ժամանակ էլ եղավ այդ դեպքը, դա էլ է նաև արագություն տալուց, որ արագ անենք, բայց տեսանք, որ ավելի լավ է մի քիչ դանդաղ։ Կարևորը նա է, որ 15 բազմաբնակարան շենքեր մի քանի ամսից ունենալու են վերանորոգված տանիք, շքամուտք, գոյողագծեր եւ այլն։ Պարոն Օբաշյան, մի տարօրինակ խնդիր կա։ Այդ բոլոր շինարարական ծրագրերն ավարտելուց հետո հանկարծ պարզում է, որ նախագծելիս բազմաթիվ թերություններով է նախագծել, ասենք ջրահեռացում չեն նախատեսել, տակը խողովակը չի նորոգվել եւ ասֆալտապատումից հետո պայթել է երևի տեղակ եք օձոնի մուտքի մոտ այդ նոր ասֆալտված ասֆալտի տակից ջուրը գնում է։ Ես հասկանում եմ, որ անմիջականորեն մասնակից լինել նախագծման աշխատանքներին հնարավոր չի համայնքապետարանը նման հնարավոր է արդյոք համայնքի քաղաքաշինական բաժինը նախագծման փուլում հետևի թե ինչ են գրանցում, ինչ են նախատեսում այդ նախագծողները, որոնք տեղում են լինում։ Իրականում ենթադրում եմ ֆիզիկապես հնարավոր չի դա, եւ որ նախագծող գազམ་ակերպությունը շահում է մրցույթը եւ արդեն ինչ որ ժամկետ է տրվում 1 ամիս, 2 ամիս, հա։ Այդ ընթացքում բնական է, որ այդ նախագծող գազམ་ակերպությունը միայն մեր համայնքի մրցույթներին չի մասնակցում։ Տարբեր համայնքներում մասնակցում են։ Իդեպ եթե այդ գազམ་ակերպությունը լինում են պարտավորեցված, հա, պարտավորված, որ իրանց վերցրած աշխատանքը պիտի կատարեն լիարժեք, բնականաբար նաև մեր հետ քննարկումներ են ունենում։ Բայց լինում են դեպքեր, որ նախագծողները գալիս են գնում առանց տեղակ պահելու։ Բայց չէ, տեղակ պահում են, բնականաբար մեր հետ քննարկում են, որտեղ ինչ ենք նախատեսում, ինչ կարծիք ունենք եւ այլն, բայց այստեղ մի հատ շատ կարեւոր խնդիր եմ ուզում անդրադառնամ։ Մենք այստեղ ունենք նաև կադրային խնդիր, որի մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ։ Մեր հաջորդ հարցերից մեկը հենց դա էր։ Դե ես փորձեմ թեթև դրան անդրադառնալ, որտեղ հենց մա կարող եք խոսել քաղաքաշինության բաժնում մեր սարքավոր էր գլխավոր մասնագետ, մի քանի անգամ հայտարարություն տվել ենք, բայց դիմող չի եղել։ Եվ կապ չունի որտեղից դիմող, հա, յուղերից, քաղաքից, այլ քաղաքից դիմող չի եղել։ Դրան էլ մի քանի պատճառներ կան, միգուցե աշխատավարձի հետ կապված, չնայած հայտարարել ենք, որ պատրաստ ենք, որ աշխատավարձն էլ վերանայենք, եւ այդ մասնագետին հենց կոնկրետ ուզում ենք ընդունել, որպեսզի այդ ձեր ասած նախագծերը ինքը կոնկրետ զբաղվի կոնկրետ նախագծերով, այսինքն այլ քաղաքաշինական գործերով չզբաղվի, նախագծերը ստուգի, որ շահելա բերի, իր այդ համագործակցի։ Ունենք մեր աշխատակիցներն են քաղաքաշինության բաժնում մեր տղաները եւ բաժնի պետը հիմի արդեն նշանակված ինչ որ չափով կարողանում են վերլուծել, հասկանալ, բայց քանի որ մասնագիտացված չեն իրանց աշխատանքում, այսինքն այդ մասնագետը չեն, բայց կարելի ասել արդեն դարձել են այդ մասնագետը, որտեղ արդեն փորձ ունեն,
Էս է խնդիրն լինում։ Իսկ կարելի իմանալ աշխատարց ինչքան է կառաջարկում, որ ասենք ոչ մեկին չի հրավիրում գործազրկության մեծ թիվ կա, բայց եթե չեմ սխալվում 200,000 դրամի մոտ է գլխավոր մասնագետի աշխատավարձը, բայց բնականաբար մենք ունենք այդ պրեմիան, հա, պարգևատրման հնարավորություն, որով կարող ենք նաև շահագրգռվել պարգևատրումներով, բնականաբար իր աշխատանքից կախված։ Այո, հասկանում եմ, որ մի քիչ շատ չի, բայց մենք էլ ինչ ունենք։ Ну, Ալավերդու համար կարծես վատ չէ, բայց նման մասնագետները հանաբար այլ վայրերում ավելի բարձր։ Եթե տենց մասնագետներ կան, մասնավոր ընկերություններում իհարկե աշխատում են ավելի բարձր աշխատավարձով, այստեղ մի քիչ էլ նաև քաղաքի մասին մտածելով, նույնիսկ ես առաջարկել եմ, որ օրինակ պոլիտեխնիկա, ավարտած, նոր ավարտած տղաներ, աղջիկներ, սիրով կընդունենք։ Դա մեր հաջորդ հարցն է, թե ինչու սովորելուց հետո ոչ ոք չի ուզում վերադառնալ։ Շարունակենք։ Իդեպ հեռուստադիտողներից մեկը հարցնում է, միթե առաջնային էր համայնքապետարանի նորոգումը, եթե համայնքի բնակավայրերում Ну, համայնքապետարանի շենքի նորոգումը։ Գիտեք, երբ որ ինչ սկսելը, այդ հարցը ես ինձ էլ եմ տվել, բայց հանգել եմ այն եզրակացության, որ նայեք, համայնքապետարանում աշխատում են մոտ 70 անձ, էլի մեր համայնքի բնակիչներն են։ Համայնքապետարան ամենօրյա այցելում են, չգիտեմ, բազմաթիվ, 170, 270, չգիտեմ, որ կա 300 մարդ։ Եվ այդ մարդիկ գալիս են ցանկացած, հա, կաբինետներ նստում, որտեղ ցուրտ է, որտեղ շոկ է, չգիտեմ, բնականաբար ամառը շոկ է, ձմեռը ցուրտ է, այսինքն այն վիճակը, այն կոմֆորտ վիճակը չկա, որ մարդ այցելի Նաև մեր աշխատակիցները կարողանան պատշաճ աշխատեն, դե բնական է, եթե ցրտում մարդը նստի չի կարող աշխատել կամ շոկին լինի, չի կարող աշխատել, պատճառը սա է եղել, որ որոշել ենք, իդեպ ասեմ, տենց ընդհանուր մեծ վերանորոգում չենք անում, թեթև մասնակի վերանորոգում ենք անում, հարկ է հարկ, հա, սենյակ առ սենյակ։ Որ մենք համաձայն չենք այս հարցադրմանը, քանի որ ըստ մեզ Ալավերդու համայնքապետարանը մինչ այժմ ամենավատ շենքային պայմաններն ուներ եւ անհարմար էր անգամ այդտեղ հյուրեր ընդունել։ Ավելին ասեմ, այս տարի մենք պայմանավորել ենք, որ թատերական լորի փառատոնի ժամանակ միջազգային հյուրերից 1-2 խմբի ձեր մոտ ընդունելություն կազմակերպել, հետո եթե հիշում եք, ես չդիմեցի ձեզ ինչի համար, շենքի պատճառով, որովհետեւ ես պատկերացնում էի աստիճաններով նրանց բարձրացնել վերև, ճիշտ է, ձեր առանձնասենյակը կամ այն նիստերի սրահը վատ չի վիճակը, բայց մինչև այնտեղ հասնելը արդեն մի տեսակ վատ տպավորություն էր թողնում մարդկանց, թե այսօր ենք ընկել, այսօր ենք եկել։ Հույս ունենք այդ աստիճանահարթակները բոլորը նորոգվելու են։ Աստիճանահարթակներն են հետագայում նորոգվելու։ Հիմա մենք խոսում ենք վերանորոգումը կատարում ենք սենյակներում, հա, ջեռուցման համակարգ ենք կառուցել եւ հովացման համակարգեր ենք ձեռք բերում, որպեսզի զուտ կոմֆորտ վիճակը լինի մարդկանց աշխատելու։ Իդեպ ասեմ, իմ սենյակում հորդարատ անձրևների ժամանակ ջուր է կաթում, որովհետեւ լուսամուտները եւ այդ ջրահեռացման այդ քարե բաները որ դրված են, լավ չէ դրված։ Եղել է դեպքեր, որ հյուրերը նստած իրականում անձրև ժամանակ իմ սենյակում էլ է ջուր գատում։ Սա նաև ինչու՞ չէ, մեզ համար է ամոթ, որովհետև բոլոր անավերցիների համար տարբեր մարդիկ են մեր մշակույթ է, որը պիտի համայնքի բնակիչները, այլ նաև տարբեր հյուրեր են գալի եւ իրականում դա մեր դեմքն է։ Հիմա այսօր մենք ենք այնտեղ աշխատում, վաղը մյուս մեկ այլ մարդ կարող է աշխատել, բայց դա ընդհանուր առմամբ համայնքի նաև դեմքն է, ես այդպես եմ։ Կարևոր, եթե մարդը իր նստած տեղը, իր նստած աշխատասենյակային շենքը, որտեղ նստում է, այնտեղ չի կարգավորում ու աշխատանքային պայմաններ չի ստեղծում, չեմ կարծում, թե այդ մարդը լավ աշխատող կարող է լինել, եթե ինքը իր շրջապատը չի կարգավորում։ Լուսինե Լեռնային գյուղերի խնդիրներից խոսենք, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Պենդիկ, նախ եւ առաջ ճանապարհների խնդիրների մասին, որևէ հեռանկարային ծրագրեր կան այս գյուղերի զարգացման, իսկ ավելի ճիշտ հատկության վերաբերյալ, իդեպ նաեւ Վերին Աղթալան, որտեղ սկսել են նոր ընտանիքներ գալ, տեղափոխվել։ Երեք եմ եղել ես Շամլուղում, այնտեղ ջրի հարց կար, ճիշտ ասած, Սարերից եկող ջուրը սակավացել էր, նաև այնտեղ ջրի օգտագործման ջրավազանն ենք վերանորոգում, այնտեղ 2 ջրավազան է, ինչևից է, այնտեղ եմ եղել եւ հենց ձեր հարցի մի պատասխան, երբ որ իջնում էի Աղթալայի վարչական ղեկավարի հետ էի, Շամլուղից երբ իջնում ես, Վերին Աղթալայում դեմդիմացել ու շատ հրաշալի տեղ է,
Այո, ժամանակին այդ տարածքում Շամլուղում եւ Վերինախտալայում գրեթե 5000 բնակիչ է ապրել։ Ցավոք սրտի հիմա մոտ 500։ Խնդիրը շատ արդիական է եւ մենք տեղյակ ենք բնականաբար այդ խնդրի մասին եւ մեծ ցանկություններ կան այդ խնդիրը մեկ օր շուտ լուծել, բայց դա մի քիչ իրականում ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված, մանավանդ Շամլուղի ճանապարհը, որը շատ կարևոր է, նախնական նույնիսկ հաշվարկ չեմ կարող ասել այս բանին, որովհետև շատ բարդ ճանապարհ է եւ իսկ մնացած գյուղերին ասող, հա, Կաճաճկուտ, նաեւ Ծաղկաշատ, Շամլուղ Բենդիկ հատվածը, Շամլուղ Բենդիկ հատվածը, նշենք, որ Բենդիկ, Ծաղկաշատ եւ Վերինախտալա գյուղերը զբոսաշրջային մեծ ռեսուրսներ ունեն, դրավկայությունը մոտ կողի ճանապարհին կառուցված կառուցումից հետո այնտեղ իսկապես ակտիվացավ զբոսաշրջային այդ։ Ես ուղղակի վստահ եմ, որ նույնը լինելու է հենց նշված գյուղերում։ Այո, միանշանակ։ Իդեպ ասեմ, խորհրդային տարիներին Թիֆլիսից բազմաթիվ հովեկներ էին ամռան ամիսներին գալիս Բենդիկում, Շամլուղում հանգստանալու էին գալիս։ Այո։ Գիտեք հիմա ես որ ասում եմ, ես նույն բանը 1 տարի առաջ եմ ասել։ Հիմա մեր բնակիչները կասեն, ադե 1 տարի առաջ էր նույն բանն ասում։ Բայց 1 տարի առաջ մենք ունենք օրինակ ծրագրեր, որոնք էլի ասում ենք, բայց լա դեռ թղթի վրա էր, բայց հիմա գետնի վրա, հողի վրա բոլորը տեսնում են։ Սա մեծ խնդիրը նա է, որ գումարային հարց է, այսինքն փոքր գումար չի, որ ես համայնքային բյուջեով հնարավոր չի ուղղակի համայնքի բյուջեով, իսկ պետական բյուջեով մենք դիմել ենք կառավարություն, բնականաբար մեր նշած ճանապարհներից մի մասը նախատեսում է 26 թվականին անել, մյուս մասը նախատեսում է 27 թվականին անել։ Հիմա այս բանին եթե կոնկրետացնեմ որ ճանապարհը, որ թվականին չեմ կարող ասել, որովհետև այդ որոշումը չկա, բայց ընդհանուր առմամբ նախանշաններ կան եւ որոշումներ կան, քաղաքական կամք կա, որ այդ ճանապարհները, իդեպ ասեմ, մեր մոտ Ծաղկաշատն է մնացել, Կաճաճկուտը բնականաբար կառուցվելու է, որովհետեւ ինչպես գիտեք, Աքորիում նոր դպրոց է կառուցվում եւ Կաճաճկուտի դպրոցը տեղափոխվելու է Աքորի, այսինքն աշակերտները տեղափոխվել են Աքորի ուսումը շարունակելու եւ դպրոցաշինության ծրագրերի հետ համատեղ կառուցում են նաև համայնքից համայնք տալող ճանապարհները։ Այսինքն այս պարագայում մենք ունենալու ենք Ծաղկաշատի ճանապարհը, Շամլուղի ճանապարհը եւ Ջիլիզայի ճանապարհը։ Ասֆալտապատվելու են դրանք, բարեկարգվելու են։ Կաճաճկուտը միանշանակ է բարեկարգվելու, որովհետեւ այնտեղ Աքորիում դպրոց է կառուցվում, այսինքն դա այդ ծրագրով է անելու։ Դպրոցաշինության ծրագրերի հիման վրա։ Ներողություն, պարոն Ղոմաշյան, բարեկարգվելու այսօր ասֆալտապատվելու է։ Միանշանակ, չէ, ինչի մասին է խոսքը։ Կապիտալ նույնը Ծաղկաշատը։ Ոչ, Ծաղկաշատը, Շամլուղը եւ Ջիլիզան արդեն այլ ծրագրով է արվելու։ Ուղղակի այստեղ որը որ թվականին կարվի, այդ արդեն դեռ որոշումը չկա, բայց որ արվելու է դա հաստատ։ Պարոն Ղոմաշյան, այդ դեպքում որքան տեղակ եմ համայնքապետարանի հաշվեկշռում կան մեխանիզմներ, օրինակ, եթե չեմ սխալվում, նաև գրեյդեր, հայերեն ես դրա անունը չգիտեմ։ Իսկ հնարավոր չի ասենք այդ գյուղերը, որոնք հիմա դեռ սպասում են այդ ասֆալտապատման ծրագրին, ասենք տարեկան 2-3 անգամ այդ գրեյդերն անցնի այդ ճանապարհներով, փոսերը վերացնի, հող լցրի, մանավանդ հիմա ունենք նաև բարեկարգման գրասենյակ, որի հավանաբար աշխատանքների մեջ մտնում է դա, թե ես ճիշտ չեմ պատկերացնում։ Դա չի մտնում բարեկարգման Հալավերդու բարեկարգում հիմնարկի մեջ, դա մտնում է կոմունալ ծառայությունների եւ համայնքապետարանի պարտավորությունների մեջ։ Իդեպ ասեմ, որ պլանավորել ենք Գառնանը նմանատիպ աշխատանքներ սկսել։ Օրինակ Ախտալայի ճանապարհով մի հատ անցնի այդ գրեդ Վերին Ախտալայի ներողություն։ Այո, անելու ենք նմանատիպ աշխատանքներ, այս տարի ունեցել ենք 2 փորձ նման, հողային աշխատանքների, հա, սարի։ Խոսքը հողային աշխատանք, առայժմ հողային ճանապարհների, Օձունի Սարտանող ճանապարհն ենք բարեկարգում։ Այո, դա շատ կարևոր ծրագիր էր, ես անցել եմ այդ եւ նախկինում եւ ներկայումս իսկապես շատ կարևոր աշխատանք է։ Հիմա դրանք անելու ենք, Գառնում ենք պլանավորել ենք նմանատիպ աշխատանքներ կատարել, ուղղակի հիմա կոնկրետ ենթադրենք վերցնենք Ծաղկաշատի հատվածը, հա, Ծաղկաշատ-տանող ճանապարհը, այնտեղ հնարավոր չի գրեդելով, այնտեղ եթե ուզում ենք մեր նշած այդ գրեդը տրակտորով աշխատանք կատարել, պետք է ամբողջ այդ հատվածը հանենք, ինչ որ հումք լցվի ու որ դրանով խոսքը քանդված ասֆալտացած կույտի մասին է։ Այո, ինքը պետք է ինքը էլի մեծ ծախսերի մասին է խոսքը, դրա համար եթե տենց մեծ ինչ որ փոսեր են, մենք փորձում ենք տենց վերանորոգել կամ բնակիչների օգնությամբ կամ վարչական ղեկավարները իրենք են կազմակերպում,
սպասելով որ հավատալով որ այդ ճանապարհները կասֆալտապատեն։ Դե գիտեք, մի քանի տարի առաջ մենք չենք էլ հավատում, որ չգիտեմ, ակներ տանող ճանապարհը ասֆալտապատվի կամ հաղպատ տանող կամ մոտկոր տանող ճանապարհը։ Չէ, հաղպատը կարող ենք պատկերացնել, որովհետև հաղպատը դրանից առաջ էլ ասֆալտապատվել էր։ Դե միգուցե, ես նկատի ունեմ, տենց որ նայում էր, մտածում ենք, որ չի լինի, բայց գուցե սարահարթը մտածենք, որ չեր լինի։ Լինելու է, ես վստահեցնում եմ, ուղղակի ժամկետները չեմ կարող նշել։ Պարոն Գումաշյան, հաղորդման այս հատվածում Ալավերդու թիվ 12 դպրոցի 8-րդ դասարանցիները իրենց հարցերին ցանկություններն են ուղղել ձեզ։ Ալավերդու թիվ 12 դպրոցի 8-րդ B դասարանի աշակերտները ներկայացնում են համայնքային խնդիրները եւ դրանց լուծման իրենց պատկերացումները։ Նրանք լինելով Ալավերդի քաղաքի բնակիչներ, իհարկե իրենց ցանկություններն ունեն համայնքային բարեփոխումների վերաբերյալ։ Մեր քաղաքն անբարեկարգ վիճակում է, մենք շատ կուզենք, որ այն որոշ չափով բարեկարգ դառնա, իսկ հիմա մենք կներկայացնենք մեր խնդրանքները։ Մենք շատ կուզենք, որ Ալավերդու մշակույթի տունը որոշ չափով բարեկարգ դառնա, որովհետև այնտեղ շատ միջոցառումներ են կազմակերպում, բայց այն այնքան էլ բարեկարգ չէ։ Հուսանք մեր խնդրանքներին ուշադրություն կդարձվեն։ Մենք շատ կուզենք հանդիպել Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ եւ անձամբ խոսել մեր քաղաքի թերությունների մասին։ Ես կցանկանայի, որ մեր համայնքի ճոպանուղին նորից աշխատի եւ ճոպանուղու հարակից տարածքում արդյոք կարելի է կառուցել զբոսայգի։ Մենք նաև կցանկանայինք, որպեսզի մեր համայնքում լինեն ավելի շատ եւ իրարից տարբերվող ժամանցի վայրեր, որտեղ մենք դասընկերներով անմոռանալի հուշեր կունենանք։ Ինձ եւ մնացածներին կհետաքրքրեր թատերական եւ լուսանկարչական տարբեր խմբակներ, որտեղ մենք ուսումնասիրեինք տվյալ ոլորտները։ Հնարավոր է դրանց կառուցումը։ Ներկայումս կան այնպիսի շենքեր, որոնք գտնվում են վթարային վիճակում եւ ապահով չեն լինելու երկրաշարժի ժամանակ։ Ինչպես նաեւ կան այնպիսի լքված շինություններ, որոնց փոխարեն կարելի է ստեղծել մարզադաշտեր, որոնք ավելի ապահով եւ արդյունավետ կլինեին Ալավերդի քաղաքի համար։ Նաեւ բնությունը այնտեղ աղտոտված է։ Ես կցանկանայի, որ այդ ամեն խնդիրները վերակարգվեր։ Երիտասարդների եւ մեծահասակների կարծիքով մեր համայնքին անհրաժեշտ է սպորտային կոմպլեքս, որտեղ ներառված կլինի փակ լողավազան, թենիսի եւ մարզվելու սրահներ։ Երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ֆուտբոլով, հարկավոր է Մետալուրգ մարզադաշտի վերանորոգումը, նրանք նաև կցանկանան, որ լինի 11 հոգանոց ֆուտբոլի խմբակ, սա կօգնի ֆուտբոլի զարգացումը Սարահարթում։ Զբոսայգի այս պահին սկսել են կառուցել։ Իմ խոսքում նշեցի, որ Սայաթնովա փողոցը, հա, այգին, կամուրջը եւ արդեն իջնում է դեպի աջ, այգին է արդեն։ Իդեպ աշխատանքներն սկսել են։ Ինչ վերաբերում է այգուն, հա, ձեր խոսքում է Սարահարթի համասին։ Ցավոք սրտի մեր այգիները Ճոպանուղու հարակից Ճոպանուղու, չգիտեմ, տարբեր տեղեր, որտեղ մենք ունեցել ենք համայնքային այգիներ, ինչ-որ հատվածներ, ինչ-որ մարդկանց սեփականաշնորհվել են, վարձակալությամբ են տրվել եւ այլն եւ ասած խնդիրներին առաջ են կանգնում եւ ուղիղ ասում եմ շատ խնդիրներ, որ ձգձգվում է օրինակ կոնկրետ այգիների վերանորոգման աշխատանքները, դա ուղիղ կապված է նրանից, որ այդ այգիների տարածքներում կան սեփականատերեր, կան վարձակալներ եւ այլն եւ այլն։ Մենք կարծում եմ վարձակալների հարցը հեշտ է։ Դե գիտեք ոնց ասում ենք հեշտ է։ Հեշտ ասում ենք, բայց հեշտ չի իրականում։ Դե մարդկա, դե լսեք, մարդը վերցրել է, ունի պայմանագիր, ունի սեփականության վկայականացում, դե օրինական է, հիմնավորինական է։ Այո, մեր համանadrությամբ էլ սեփականությունը դա անձեռնամխել է։ Հիմա մարդկանց հետ բանակցում ենք, հասկանում են, այո, բնակիչներ ունեն, որ հասկանում են, համագործակցում են, իդեպ նմանատիպ դեպքեր կան, բայց այս բան չշեշտեմ, բնական է, շնորհակալություն էլ կա այդ մարդկանց, հենց անվանական նույնիսկ իրենց անունները գտան, որ մեր հետ համագործակցել են, այսինքն հասկանալով, որ դա մենք անձնական ինչ-որ հետաքրքրությունների համար չենք անում, այլ անում ենք ընդհանուր մեր բնակիչների համար։ Ինչևից է, անցնենք լավ նոտային, անցնում է։ Զբոսայգին հիմա կառուցվում է, իդեպ նախատեսել ենք մեր հետագա ընդհանուր կարող հարցը կա, բայց քանի որ հարցը տվել եք, վերևում Թումո կենտրոնի հարակից տարածքում ունենք տարածք 26 թվականին դա են կառուցելու պարտադիր։ Այգի նորից, պուրակը։ Պուրակ, այգի սպորտ։ Նախկին այդտեղ հանրախանութ պիտի կառուցվեր խորհրդային տարիներին, հա։ Հիմա չէ, հանրախանութ մենք չենք կառուցել։ Կարիքն չկա։
Այո, նաև ունենալու ենք արդեն իսկ դրա նախագիծը կա, բայց թվերը մի քիչ դուրս չեկավ, շատ բարձր թվեր էր։ Մշակույթի տան հետնամասում մենք ընդեղ ունենք բավականին մեծ տարածք։ Այո, որտեղ նախատեսում են կառուցել մինի ֆուտբոլի դաշտ։ Իդեպ աշակերտներին հետաքրքրում էր նաև մշակույթի պալատի, Սարահարթի մշակույթի պալատի վերանորոգումը, երբ նշում էին, որ այնտեղ բազմաթիվ միջոցառումներ Բերեք ես հիմա խոսեմ են փոքր թվերից։ Մշակույթի պալատը մեծ թիվ է։ Միլիարդների։ Այգիներից այդ երկուսն են կառուցելու, մեկը արդեն սկսել ենք Լճեր կոչվող այգին, երկրորդը, որը նշեցի Թումոյի հարակից տարածքում, մյուս տարի, այսինքն 26 թվականին բնականաբար կփորձենք ինչքան հնարավոր է արագ կառուցել։ Ինչ վերաբերում է Լողավազանին, ինչպես չգիտեմ տեղյակ եք թե չէ, Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ բոլոր խոշորացված համայնքներում պիտի կառուցվեն փակ լողավազաններ։ Բայց մինչև վարչապետի հայտարարությունը մենք արդեն որոշել ենք, այո, բնականաբար ուրախ կլինենք, եթե դա պետական բյուջեով կառուցվի, համայնքայինում մենք այլ հարցեր կլուծենք, բայց նախատեսել ենք Օլեգ Գարբունովի անվան մարզադպրոցի հարակից տարածքում, այնտեղ տարածք ունենք, թեթև ես պայն ոնց որ թե այգու նման մի փոքր բարեկարգված, այդ հատվածում արդեն իսկ 26 թվականի ծրագրերում նախանշել ենք, որպեսզի կառուցենք փակ լողավազան։ Բաց լողավազանի պահով այս պահին քննարկում նույնիսկ չի եղել, որովհետև դեռ չենք պատկերացնում, որ հնարավորությունը կա դրա, որովհետև դրա հետ կապված ավելի շատ խնամք է պետք է ընդհանրում են, բայց փակ լողավազանի լավն էլ ինչ է, որ ցանկացած երկարաժամկետ։ Ես մի տարածք էլ ուշեմ, պարոն Ղոմաշյան, ձեր ծրագրերի համար, եթե հարմարել եմ, ձեր նշած մշակույթի պալատի հետևի մասում, այնտեղ կա դեկորատիվ լճակ, ավելի հեռու հրշեջ ջրամբարն է, հրշեջ նպատակով օգտագործվում, բայց նրա առաջին կա դեկորատիվ լճակ, որը բավականին մեծ է, 1 մետրի չափ բարձրություն ունի։ Եթե նա մի փոքր էլ բարձրացվի եւ վերանորոգվի, ասենք, ջրահեռացման համակարգը, նա էլ կարող է դառնալ Սարահարթում հրաշալի թեկուս ամառային։ Սարահարթում ինիգատու։ Այո, Սարահարթի մշակույթի պալատի ետևի մասում։ Հենց այդ ետևի մասում մենք ասեցի են խոսքում, ուզում ենք կառուցել մինի ֆուտբոլի դաշտ։ Գուցե մի մասը մնա հենց դեկոբան։ Տարածքը կարող է չերիքի, ես անձամբ եղել եմ այնտեղ նայել եմ, բայց մի քիչ ես խուսափում եմ այդ բաց, հա, լողավազաններից, որովհետև նորից եմ ասում, դա մի քիչ ավելի սանիտարական, առողջության, այո, եւ ծախսային եւ հիգիենիկ բոլոր պայմանները պետք է ապահովեն։ Դրա համար փակին ենք առայժմ փորձում փակ լողավազանի լուծում պիտի տանք։ Հաջորդը մեր երեխաները հարցրել են ֆուտբոլի դաշտի եւ Ճոպանովի մասին։ Ճոպանովը հետ կապված գիտեք ինքան ծեծված թեմա է դարձել, հա, վերադարձել։ Բոլոր հաղորդումները խոսում ենք այդ մասին։ Վերադարձրին համայնքին Ես ինչպես միշտ ասել եմ, համայնքին երբեք դա վերադարձված չի եղել։ Իդեպ ասեմ, ուզում եմ հայտարարեմ, որ մեր համայնքի բնակիչներն էլ իմանան, մենք նույնիսկ հրաժարվել ենք այն պայմանագրից, արդեն պաշտոնապես, որ տրված էր ճակերտավոր ասած, վերադարձված էր համայնքին, բնականաբար վերադարձված չէր համայնքին, ինչ-որ X գումարի վճարման դեպքում 50 տարով տրվել էր համայնքին։ Սիմվոլիկ ինչ-որ գումար։ Այո, բայց քանի որ մենք սուբվենցիոն ծրագրով չենք կարող մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի վրա ծախս կատարել, դրա համար մենք հրաժարվել ենք այդ պայմանագրից, անիմաստ էր այդ պայմանագիրը ունենալ, եւ այս պահին էլ սեփականատիրոջ հետ բանակցություններ կան, հուսով եմ, որ դրական Մարզպետը գրել էր, թե այդ խնդիրը հաղթահարված է։ Դե հաղթահարված է այն մասով, որ բանակցում ենք ընդհանրում են, որ դե խոստացել են ճիշտ ասած, որ կտան համայնքին, մենք էլ մեր կողմից խոստացել ենք, որ դա որևիցե մեկի չեն կոտարելու, սեփականություն չի դառնալու։ Սեփականություն երբեք չի դառնալու, ու ես վստահ եմ, նաև կխնդրեմ մեր քաղաքի բնակիչներին, նամանավանդ երիտասարդներին, երբ որ արդեն հասնել մեր տարիքի մեզանից մեծ, հիշեն միշտ, որ եթե նման դեպք լինի, ուղղակի թույլ չտան։ Իսկ եթե թույլ էլ տան, դա պիտի գործի, այսինքն նույնիսկ եթե չգիտեմ 10 տարի հետո ներդրող կգա, ասի sense պրոյեկտ եմ անում, բնականաբար պայմաններով։ Այսինքն երբեք նենց չլինի, որ ինչ-որ սեփականատեր առնի ու տես մնա։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը որոշի, որ ես
Բան եմ ասում, էլի հանկարծ չընկալվի, որ տես ծրագիր կա, չկա նման ծրագիր, մեր ծրագիրը հետևյալն է, ընդունել որպես համայնքի սեփականություն, պետությանը խնդրել ներդրման մասին, միգուցե 50% պետությունը վճարի, 50% մենք վճարենք, միգուցե ուղիղ ներդրում անի պետությունը, վերականգնենք եւ համայնքային որպես սեփականություն գործի ճոպանուղին, որովհետեւ ինքը շատ մեծ պոտենցիալ է, նախ առաջինը մեր բնակիչների համար, որպես երթևեկություն։ Հատկապես երեկոյան ուշ ժամերին։ Այո, եւ երկրորդ ես վստահ եմ, որ մեծ պոտենցիալ է туриզմի զարգացման։ Այո, հսկայական։ Դուք ասացիք ինչ որ 10 տարի հետո ինձանից հետո մեզնից հետո կամ չգիտեմ ինչ։ Ես հարցը միանգամից եմ տալիս։ Առաջադրվել եք հաջորդ ընտրությանը համայնքապետ որպես։ Ես ճիշտ ասած չեմ մտածել այդ մասին, երբեք չեմ մտածել։ Այդ ժամանակ չի մնացել, պիտի արդեն որոշում կայացրած լինեք։ Իրականում ես ասում եմ ճշմարտություն, երբեք չեմ մտածել մյուս տարի առաջադրվելու, թե չեմ առաջադրվելու։ Եթե անկեղծ ասեմ, միշտ ասել եմ ոչ։ Ամեն անգամ համայնքը։ Բայց հիմա ասում եք դեռ չգիտեմ։ Հիմա էլ եմ, չգիտեմ, եթե ես ասեմ ոչ չեմ ուզում, մարդիկ այլ ձև կընկալեն, հա, այլ կերպ կընկալեն, որ չգիտեմ։ Բայց բնականաբար ես ունեմ նաև պատասխանատվության զգացողություն, հա, որ պիտի, չգիտեմ, ես կառաջադրվեմ, թե չեմ առաջադրվի, այս բանը չեմ կարող պատասխանել։ Դրա պատասխանը տվել էր նախկին կրթության նախարար Մկրտչյանը։ Երկու անգամ կրթության նախարար եղել, երկրորդ անգամ երբ որ գնացել, լրագրողները հարց են տվել, եթե ձեզ առաջարկ լինի նորից կդառնաք կրթության նախարար, ասել էր ոչ։ Ու քաղաքական փոփոխությունների արդյունքում նորից դարավ նախարար, լրագրողներին առաջ հարց տալին։ Պարոն Մկրտչյան, բայց դուք ասել եք որ չեք, ասաց գալա թեմար է։ Ու սպառվեց։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի դաշտին, բնականաբար ֆուտբոլի դաշտն է մեր ցավոք զուգի սեփականություն, եւ այնտեղ էլ մենք չենք հիմա գիտեմ ես համենքին չի պատկանում եւ այո այն ժամանակ վերանորոգման աշխատանքներ կատարվել էր, ինչ որ վերվել էր, չգիտեմ, միգուցե ոչ շահ կանաչապատ տարածքը կարգավորվել, բայց վերվել է, մի աշխատանք կատարվել է, ջրեղեղից հետո բնականաբար դա ամբողջը ավիրվել է։ Այդ ցավոք սրտի նորից եմ կրկնում, մենք համայնքի գումարը չենք կարող ներդնել սեփական գույքի վրա։ Այո, դրա համար այս պահով էլ պիտի հասկանանք, հիմա կամ պիտի սեփականատիրոջը խնդրենք, պահանջենք, միգուցե որ վերանորոգի, որովհետև իրականում մեր երեխեքի համար ամենալավ զբաղվելու տեղերից մեկն է ու հիմա օրինակ Աղթալայի, հա, տարածաշրջանում շնորհում, Ալավերդուց ճիշտ ասած չգիտեմ երեխաներ մասնակցում են թե չէ, բայց ես մի երկու խաղի ներկա եմ եղել, երիտասարդական համապետական մրցումներ էր գնում ու Աղթալայի շնորհի թևը, եթե չեմ սխալվում, երկրորդ տեղ է գրավել կամ մինչև հիմա գնում է, այդպես պոտենցիալ կա, որ երկրորդ տեղ կլինի կամ առաջին։ Ցավոք Ալավերդում դա չունենք։ Իսկ Ալավերդում ֆուտբոլի որովհետև մենք չունենք դաշտ, եւ որ է դաշտը սեփականության իրավունքով պատկանում է սեփականատիրոջը, աղետից հետո տիղմով պատվել է, փակվել է, մենք էլ որպես համայնք չենք կարող այդտեղ գումար ծախսենք։ Հիմա էլ հսկայական միջոցներ անհրաժեշտ կլինեն այնտեղ։ Դեպի ասեմ, որ նորոգվել էր ժամանակ մի 15 տարի առաջ հավանաբար կապիտալ նորոգեց Ալեքս Խոմբը եւ հանձնեցին ֆուտբոլի օգտագործման։ Սակայն կարճ ժամկետում, ես չգիտեմ, արենդով էին տվել, թե պայմանագրով հանձնել էին օգտագործման, շատ արագ թալանվեցին այդ հանդերձարանները, որոնք բոլորը կաֆելապատ, լուսավոր, լվացարաններով, լավ սանհանգույցներով, ամեն ինչ նորմալ արված էր։ Բայց այնքան կարճ տևեց այդ նորոգումից հետո, չպաշտպանվեց այդ ամբողջը։ Նստարաններ էր տեղադրված։ Պարոն Բաբինյան, ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, եթե սեփականատերը նման որոշում կկայացնի եւ կվերանորոգի, որևիցե մի, չգիտեմ, սանտիմետր սալիկ կամ որևիցե մի բան այդտեղից չի կարող պակասել։ Իմ պատասխանատվության տակ մենք նույնիսկ հաստիկներ կհանենք, հա, գիշեր-ցերեկ կկազմակերպենք պահպանություն։ Հասկանալի։ Եթե վերջացրիք հաջորդ հարցը։ Շատ լավ, եւս մեկ հարց մեր քաղաքացուց ես ընթերցեմ։ Բարև ձեզ, ես ձեզ կխնդրեի մի հարց ուղղեք պարոն Ղումաշյանին։ Մենք ունենք 4 երեխա, մեծի չափահաս դառնալուն պես նպաստը դադարեցվեց։ Դե դա օրենքով էր։ Աշխատավարձի չափով էր, այնպես չէ որ մեծ գումար ենք ստանում։ Մեծս հիմա ուսանող է, ամեն օր Սարահարթից գնում է Վանաձոր համալսարան, հետ գալիս։ Կխնդրեի արդյոք հնարավոր է ուսանողի ճանապարհածախսը ինչ որ կերպ աջակցի համայնքը նախապես շնորհակալություն, սա ձեզ է ուղղել պարոն Ղումաշյան։ Ես ճիշտ ասած
ուսանողի ճանապարհածախս թե վարձ։ Ճանապարհածախս։ Մենք ավականով կարողանում ենք ուսման վարձ Ոչ, ճանապարհածախս։ Ճանապարհածախս ցավոք սրտի Դե թե ուսման վարձին օգնեք, գուցե ուսման վարձն էլ օգտագործեն ճանապարհածախսին։ Ենթադրում եմ, բայց քանթե տվյալները փոխանցեք, մենք մի հատ կհասկանանք, եթե հնարավորություն ունենանք։ Ցավոք քաղաքացին տվյալներ չի նշել, հավանաբար ամաչել, անհարմար է զգացել, բայց մենք դիմենք հեռուստադիտողին, այս նամակի հեղինակը կարող է դիմել համայնքապետարան։ Այո, անձամբ ինձ թող դիմի, ես կփորձեմ, եթե հնարավորություն ունենամ, հարցի լուծում։ Շատ լավ։ Ալավերդի քաղաքում բարձր է գործազրկության մակարդակը, ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում, կան արդյոք վիճակագրական տվյալներ համայնքի բնակչության որ տոկոսն է գործազուրկ, թե դա պետական մարմինների խնդիրն է եւ ասենք Գիտեք, հարցը տվիք, ես այս պահին վիճակագրություն չունեմ, բայց ես այլ վիճակագրություն ունեմ։ Բազմաթիվ շինարարներ, ովքեր որ Ալավերդի համայնքում շահում են տարբեր աշխատանքներ, ուղղակի մարդ չեն գտնում աշխատանք։ Ես օրինակ, չգիտեմ, ինչ գործազրկության մասին է խոսքը։ Եթե կան գործազուրկ մարդիկ, լիքը աշխատանք կա։ Թող դիմեն ուղիղ համայնքապետարան, ես խոստանում եմ լիքը աշխատանքով ապահովեմ իրենց։ Դպրոցաշինություն է գնում այդ համայնքում, ինչպես գիտեք, 5 դպրոց է մեծ կառուցում։ Մի հատ նայեք, կամ դուք ինքներդ կարող եք ուսումնասիրել։ Այսինքն համայնքապետարանը համագործակցում է գործադուների հետ։ Միանշանակ։ Ամեն ինչ թողնված է աշխատաշուկայի։ Չէ, մենք միշտ շինարարները, երբ որ մեր մոտ ինչ-որ աշխատանքներ են սկսում կատարել, մենք միշտ հորդորում ենք, առաջարկում ենք, որ համայնքից ընդգրկեն համապատասխան մասնագետներ, հա, տարբեր, չգիտեմ։ նրանց էլ ձեռնտու է, որ այդքան մարդու Համ նրանց է ձեռնտու, համ մեզ է ձեռնտու։ ու հիմնական մասնագետներին բերում են, բայց այն լայն բանվորական կազմը սովորաբար ընդգրկում են տեղից։ Ես ասում եմ, պաշտոնապես բազմաթիվ դեպքեր են եղել, որ մենք ուզեցել ենք մարդիկ, մարդ չկա, աշխատող չի եղել, չենք գտել։ Նամանավանդ, չգիտեմ, գյուղական համայնքներում աշխատանքները լինում են, կան էլ մարդիկ, որ աշխատում են, օրինակ Ճոճկանի, Աքորու, Արևածագի, Օձունի դպրոցում հենց տեղի բնակիչները կարելի ասել 80%-ը երևի տեղի բնակիչներն են աշխատում, նույնն էլ Ալավերդիում։ Երբ որ գալիս են շինարարները, առաջի հերթին իրանք են մենք ենք առաջարկում, որ տեղի բնակիչներին ընդգրկեն։ Իսկ գուցե նման դեպքերում հայտարարություն տրվի ձեր էջում, որ այսինչ շինարարության համար անհրաժեշտ է բանվորական։ Մի քանի անգամ տրվել է, բայց այդ process-ը նաև շինարարը ինքն է կազմակերպում, քանի որ մի քիչ խնդիրը չի, հա, իր համար աշխատողներ։ Մենք ընդհանրապես առաջարկում ենք, ինքը սկսում է մանգալ կամ կարող է միգուցե տենց ծանոթ բարեկամների միջոցով են այդ հասել։ Ինչ վերաբերում է աշխատատեղերին, իրականում դե համայնքապետարանը աշխատատեղ ստեղծող չի։ Օրինակ, գիտեք, սենց մի հատ բան էլ կա, հա, մեր բնակիչների մոտ ու ընդհանրապես դες գաղափար կա, հա, որ ասում են, դե մանկապարտեզում օրինակ աշխատում էր կամ մշակույթի տանը աշխատում էր, եւ որ մարդին ինչ-որ պատճառով ազատում ես աշխատանքից կամ հաստիքը կրճատում ես, դե աշխատատեղ էր։ Կներեք, ես այդպիսի մոտեցում երբեք չեմ ունեցել, որ օրինակ մանկապարտեզը, համայնքապետարանը դիտվի որպես այս իմաստով էլի, որ աշխատատեղ, հա դե տեղեր աշխատում ենք, փողերը ստանում ենք, էլի, ես այս ձևի մոտեցում չունեմ եւ բնականաբար համայնքապետարանը չի կարող աշխատատեղ որպես այդպեսին ստեղծել, այո, մենք կարող ենք օգնել, հա, չգիտեմ, միգուցե նաեւ բիզնեսին, հա, աջակցել, նպաստավոր պայմաններ ստեղծել, որ տարբեր բիզնեսներ բացվեն, այդտեղ աշխատատեղ ստեղծվի, դրանում այո, մենք երբեք չենք միշտ փորձել ենք համագործակցել, այսինքն մերժում մեր կողմից երբեք չի եղել, իսկ եթե եղել է բնականաբար ինչ որ օրենք համապատասխանություն չի եղել օրենքի։ Շատ լավ։ Իսկ աշխատատեղեր ասացիք, որ համայնքապետարանը դա աշխատատեղի կամ գործազրկություն հաղթահարելու տեղ չէ, դա կառավարման հիմնարկ է, որտեղ պետք է մասնագետներ լինեն, որոնք կարողանան հրաշալի կազմակերպեն համայնքի բնականոն գործունեությունը։ Իսկ այնուամենայնիվ մի քայլ առաջ անցնենք այդ խոսքից եւ իսկ համայնքապետարանում աշխատանքի ընդունել է ծանոթներով է, բարեկամներով կամ հորդորներով, ինչ որ մեկի հեռախոսազանգով, Անձնական կապեր։ եւ ընդհանրապես համայնքի ենթակա հիմնարկներով։ Ես միշտ ասում եմ եւ հայտարարել եմ, ես եթե չեմ սխալվում անցած տարի էլ ձեր տաղավարում այդ հարցին պատասխանել եմ։ Նայեք, ես կարող եմ թվարկել մի քանի պաշտոններ, որոնք համայնքապետարանի կայքում դրված են եղել։ Հիմա չգիտեմ, այս բանը կան թե չէ, դե դրել են ինչ-որ ժամկետով։ Ինչպես նշեցի, քաղաքաշինության բաժնի աշխատող, իրավաբան, հաշվապահ, մամուլի խոսնակ,
Ինչ մի քանի էլի մինչև հիմա մեզ չեն դիմել։ Ու կապ չունի ում բարեկամն է, ում հարևանն է։ Իսկ կուսակցությունը կապ չունի, ասենք քպական լինելը։ Ուղիղ ասում եմ, ընդհանրապես կապ չունի։ Բայց չեն դիմել մեկ մինչև հիմա։ Եվ երկրորդ, եթե դիմում են, օրինակ, այդպես տպավորություն չլինի էլի, որ մեկի բարեկամ են կամ ախր այդ մասին իմանում ենք, օրինակ 15-20 մարդ, հա։ Այդ 15-20 մարդին ես էլ եմ խնդրում, ասում եմ, կարող է ձեր ծանոթը, բարեկամը։ Ինձ հետ եղել է դեպք, դուք ինձ էլ եք ասել, չգիտեք արդյոք որևէ մեկին որ կարող է աշխատել այս։ Հիմա եթե դուք մեկի ասեիք, որ խորհուրդ տայք, որ այս մարդին օրինակ նայեք, կարող է հնարավոր է համապատասխան, դա ինչ է նշանակում։ Որ ես ձեզ հետ ծանոթ եմ, ձեր ծանոթում, չէ, դա տես բան չկա իրականում։ Ու ես բնականաբար հիմա էլ եմ ասում նմանատիպ, թող մեր կայքին հետևեն մեր բնակիչները, բարբերաբար աշխատատեղերի աշխատանքի կանչելու հայտարարություններ են տալու։ Ես այսպես մի բան եմ նկատում, գործազրկություն, եթե ավելի շատ կարծես երիտասարդ աղջիկների շրջանում է, ասենք 20 տարեկանից մինչև 30 տարեկանի, որքան ես հիշում եմ, հենց այդ տարիքի մարդիկ են ասում, որ աշխատանք են, փնտրում աշխատանք են, ուզում կարծես թե։ Գիտեք, այո, կա այդպես տենդենց, հա, ասենց ասած, բայց մենակ աղջիկների չէ, տղաներին կա։ Ուղղակի ցավոք սրտի մասնագետ որպես այդպեսին, այո, դուք ճիշտ եք, միգուցե ստեղ չեն խոսել, բայց հենց կա, որ երբ որ ինստիտուտները ավարտում են, հա, բարձրագույն կրթություն ստանում են, ավելի շատ տեղափոխվում են մայրաքաղաք, կամ միգուցե Հայաստանից դուրս։ Ցավոք սրտի շատ քիչ են, որ վերադառնում են մեր համայնք ու փորձում են ստեղ աշխատանք գտնել։ Միգուցե մի քիչ աշխատավարձով, բայց իրենց տանը։ Դա հաջորդ հարցն էր։ Դուք նշեցիք, որ Ալավերդի համայնքում արկային զարգացման լուրջ հեռանկարներ, այդ Եվ ծրագրեր են իրականացում այդ ուղղությամբ։ Պատճառը, որ երիտասարդները գնում են սովորելու եւ այլևս չեն ցանկանում վերադառնալ Ալավերդի, դեռ ավելին Երևան են տեղափոխվում նաև կրթություն չստացողները։ Գիտեք, օրինակ Ասկը բանվորական ուժն է գնում անգամ։ Իմ դիտարկումը կարող է զուտ լինի իմ կարծիքով, հա, բայց միգուցե օբյեկտիվ, միգուցե սուբյեկտիվ, բայց օրինակ իմ կարծիքով չվերադառնալու պատճառներից մեկը տարիներ շարունակ եւ եղել է եւ կարող է լինել հենց քաղաքի վիճակը հաշվի առնելով։ Օրինակ, հա, ինչ կա քաղաքում։ Միջավայր, հա։ Կյանքի որակը։ Չգիտեմ, նոր նշում ենք։ Զբոսանքի վայր, հա, ճոպանուղի, տրանսպորտ։ Հիմա փառքաստու տրանսպորտի հարցը լուծվեց, բայց մինչև այդ որ աշխատակիցը կուզենար նման տրանսպորտով կներեք, բայց այո, այն աշխատակիցները, ովքեր գնում գալիս են, ստիպված են գնում գալիս, ենթադրում եմ իրանք այլ ընտրանք չունեն, հա, մի օրինակ եմ բերում։ Մի մասն կամրջիվե մոտ կանգնում էր գնացողիկային ձեռք բարձրացնում։ Կամ բազմաբնակարան շենքերի բակերը, կամ ճանապարհների վիճակը, այսինքն մարդիկ, այո, ուզում են ավելի լավ տեղ ապրեն, որտեղ ավելի բարեկարգ է, որտեղ ավելի, չգիտեմ, հաճելի է, բայց եթե չկա այդ քաղաքում նման բան, բնականաբար այդ հոսքն էլ դեպի հետդարձ քիչ է լինում։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ օրինակ բակերի վերանորոգում սկսել ենք 2 բակ Սարահարթում ենք անում, 2 բակ ներքևը քաղաքի հատվածում ենք անում։ Այսինքն մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ մենք փորձում ենք բարեկարգել քաղաքը եւ հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են բնակվել այստեղ, նաեւ կփորձենք այդ մեր ասած, ընդհանրենք աշխատանքով ապահովել կամ փորձեր հորդորել տվյալ կազմակերպություններին իրանց հետ համագործակցել։ Այո, խնդիրը կա, բայց վստահ եմ, որ մի քանի տարի հետո, երբ որ կունենանք արդեն իրականում մեր երազած Ալավերդին, այս խնդիրներ զուգահեռաբար չեն խնդրի աշխատանք Երևանում կամ այլ։ Պարոն Մաշյան, այստեղ մի խնդիր կա, ես կուզենայի նաև խոսենք այդ մասին, որ կառավարության որոշ իմաստով սխալ տնտեսական քաղաքականությունում։ Տեսեք, երկար տարիներ է ԿՊ իշխանության գալուց հետո հեշտացված Երևանում բնակարարը, որպեսզի տնտեսության զարգացումը խթանեն, Երևանում հսկայական քանակով շինարարություն է գնում եւ կառավարության որոշումներով նրանք որոշակի արտոնություններ ունեն, զեղչեր ունեն եւ այլն։ Եվ դա բոլորին հրապուրում է եւ բոլորը տեղափոխվում են Երևան, նոր բնակարան են գնում, նոր բնակարան են ձեռք բերում 30-40 տարի, չգիտեմ, վարկային միջոցները, որոնց մի մասը
վերադարձում է կամ հենց կառավարություն է վճարում։ Եվ դա բերում է հանգեցնում նրան, որ ծայրամասերում, փոքր քաղաքներում եւ գյուղերում մարդիկ պարզապես մոտ կորի գյուղերի մի մասը դատարկվել Երևանում մեր լրագրողները գնում են այդտեղ նկարումների շուտով Երևանում տուն առնում, տղես արդեն չգիտեմ ինչով հիփոթեկով վարկ է վերցրել, տուն են կառնում, հիմա պատրաստում են կառնել, եւ սա բերում է հանգեցնում, որ այս մասսայական գաղթ է սկսել դեպի Երևան, որ իսկ փոքր քաղաքների հեռանկարները այս ծիրում շատ տխուր է ներում։ Բայց այստեղ մի փոքր բան էլ կա, որը մի կողմից վատ է, բայց մյուս կողմից ուրախացնող է, նաեւ հակառակն է նկատվում։ Օրինակ ես գիտեմ մի 3-4 ընտանիքներ, որոնք Երևանից են տեղափոխվել, իրանք որևէ կապ չունեն Լորվա հետ, Ալավերդու հետ, սակայն Երևանում ինչ-ինչ հարցերով բնակարանները վաճառել են եւ այստեղ տուն են առել։ Ես սա կարծում եմ ժամանակի ընթացքում կարող է շատանալ, օրինակ մեր գյուղում Հագվիում 2 տարի ես ավելի սերտ կապ ունեմ գյուղի հետ, ես նկատում եմ, որովհետեւ բազմաթիվ երևանցիներ են գալի, հող են ուզում, տուն են ուզում, այստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ գյուղերում մարդիկ տները չեն վաճառում, փլվում է 40-50 տարի չեն ապրում, եւ այդ տները փլվում, ասում են պապի իմ հայրական տունն է, ես չեմ վաճառի, բայց պապի հայրական տունը փլվում է, ամբողջ գյուղը վերածում ավերակների։ Գիտեք, դա իրականում գլոբալ խնդիր է, ես իհարկե տնտեսագետ չեմ, չդնեմ ինձ տնտեսագետի տեղ եւ սկսեմ։ Ես որպես լրագրող իմ դիտարկումն եմ անում։ Բայց դե դուք դիտարկում արեցիք, որ ՔՊ իշխանության ժամանակ, բայց ես կասեի բոլոր իշխանությունների ժամանակ։ Չէ, այսքան լայնածավալ երբեք չի։ Իսկ ներեք, ՔՊ իշխանության ժամանակ դպրոցներ հիմա գյուղերում դպրոցներ են կառուցում, մոտ 2 միլիարդ դրամ արժողությամբ։ Ու վստահեցնում եմ, որ գյուղերի մի մաս բնակիչներն էլ եւ որ ինչպես դուք ասացիք, արտագաղթել են Երևան, արտագաղթել են նաև այդ պատճառով, որ նորմալ դպրոց չի եղել, որ իրանց երեխան գնա նորմալ դպրոց, նորմալ մանկապարտեզ չի եղել, նորմալ ճանապարհ չի եղել, էլի գալիս են նորմալ այգի չի եղել։ Այդ ամեն ինչն է իմ կարծիքով, բայց դա իմ կարծիքն է։ Հիմա չգիտեմ, տնտեսությունը զարգացնելու համար այդ ձեր ասած, որպեսզի հետ գալ մարդիկ, ինչ է պետք։ Ես ենթադրում եմ առաջի հերթին այս մեր նշած խնդիրներն են։ Ես համաձայն եմ դրա հետ, միանշանակ այո։ Դրագից, հոռոքում, միջավայր է ստեղծել, այո։ Հիմա եթե հողեր ունենք, հողատարածքներ ունենք, որ չի ոռոգվում, գյուղացին գա, ինչ անի այդ հողերում, կամ ինքը ունի սեփականության իրեն պատկանող հողատարածք, կամ ընդհանրապես համայնքում կա նման հողատարածքներ, որ դեռ առայժմ չեն ոռոգվում, բնականաբար իմ կարծիքով առաջնահերթին մենք պիտի ստեղծենք այդ միջավայրը։ Իսկ եթե միջավայրը ստեղծեցինք, վստահ եմ ես, որ բնականաբար եւ վերադարձողներ կլինեն եւ ինչպես դուք նշեցիք, նոր ցանկացողներ կլինեն, որ ընդհանրապես գյուղերում կապ չունեն կամ կապել չեն ունեցել, քաղաքում ծնված, քաղաքում մեծացած մարդիկ են, իդեպ ինձ են շատ հանդիպել, մեր ընկերներից մի քանիսը այնց նպատակներ ունեն, ճիշտ ասած, գան մեր մոտ ապրեն, հիմա տեսնենք։ Մեր գյուղում իսկապես եկել են, իմ հարևան հողերն են ուզում առնեն, տներ են, պարզապես հիմա գյուղացիները այնպեսի աստղաբաշխական, ասենք Երևանի բնակարանի գին են ասում, մարդիկ գալիս են, ես մի հողի վրա 3 անգամ տարբեր մարդիկ եմ տեսել, որ ցանկացել են գնել։ Գիտեք, դա իմ կարծիքով նաև ցանկության հարց է։ Շատ գյուղերում շատ բնակիչներ ունենք, որ ասում են ծերը ծերին զորով են հասցնում, բայց երբեք իրենց տունը չեն լքում։ Անում են իրենց գյուղում, մնում են ապրում։ Այդ տներում 40-50 տարի ապրող չկա։ Կամ էլ, այո, 40-50 տարի ապրող չկա եւ եթե մեկն էլ ուզում է գնի, որ այդ տանը։ Հա, այնպեսի գին են ասում, որ հա, ասում են իմ պապի հոր տունա ես չեմ վաճառի, բայց ինչ վերաբերում է գլոբալ քաղաքական իմաստով, որ այո, տնտեսությունը պիտի զարգանա, ես նշանակ կողմ եմ ու ես վստահ եմ, որ մեր կառավարությունը հենց դրան էլ գնում է։ Նու չխորանանք, այդտեղ ճիշտ եք ասում, մենք դրա մասնագետը չենք մեզ համար դժվարացել, բայց դրա հակառակ կողմն էլ կա, որ ինչ որ մի ժամանակ դեֆոլտը կսկսի հենց այդ հսկայական մեծ շինարարությունների պատճառով ու դա տնտեսապես մեծ հարված կլինի երկրին, բայց այս դրա մասնագետների քննարկման ես պատրաստ եմ ավելի երկար այդ մասին խոսելու։ Դպրոցների մասով թեպետ դա պետական ծրագիր է, ասեցիք, թեպետ մենք նախատեսել չենք նման հարց, բայց այդտեղ էլ մենք խնդիր ունենք այդ նորակառույց դպրոցներում։ Որքան ես գիտեմ, այդ մոդուլային դպրոցներից մի քանիսը, որոնք կառուցել են վերջերս, որոշակիորեն չեն համապատասխանում այն պահանջներին, որ այդ դպրոցը, օրինակ 9 դասարան ունեցող, ասենք, հիմնական դպրոցում 7 դասասենյակ կա, չգիտեմ, տնօրենը առանձնասենյակ չունի, ուսուցչանոցը միասնեցնում։ Միտեղ մենք կարող ենք ասել, հա, սա ժամանակակից աշխատելավոճ է եւ այլն, բայց այդ տնօրենը աշակերտի հետ առանձնազրույց պիտի ունենա, նոր եկող աշխատողի հետ պիտի առանձնազրույց ունենա, հաշվապահի հետ քննարկում պիտի ունենա, բոլոր ուսուցիչների ներկայությամբ նա չի կարող նման բաներ անել, նման աշխատանքներ անել։ Միթե հնարավոր չէ արդյոք այդ հարցերը բարձրացնել հետագա ծրագրերում, ասենք, դրանք վերանայվեն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ նման խնդիր
չի կարա լինի, գիտեմ, մոտավորապես կռավում եմ ինչի մասին է խոսում, ես էլ եմ լսել նման դեպք, բայց դա եղել է մի դեպք, եւ ենթադրում եմ, սա զուլի մի ենթադրությունն է, որ ի սկզբանե տվյալները սխալ են փոխանցվել։ Այսինքն քանի աշակերտ կարա լինի այդ դպրոցում, քանի դասարան է պետք, ենթադրում եմ սա։ Իսկ ինչ վերաբերում է նոր դպրոցներին, հիմա օրինակ Ճոճկան գյուղում կառուցում է 435 աշակերտ։ Չէ, մեծ դպրոցներում կարծես խնդիր չկա։ Դպրոց, որտեղ օրինակ հենց կոնկրետ իրեն Ճոճկանը բերում, որտեղ փոքր գյուղ է, եւ այնտեղ այս պահին, չգիտեմ, առաջիկա նույնիսկ 50 տարում ուղղակի չեմ ենթադրում, որ դրանից ավել աշակերտ կարող է լինել։ Ուղղակի այդպես լոգիկա է մտածելով, հա։ Նույնը Սանահին գյուղում, նույնը Արևածագում, այսինքն այդ դպրոցները, որ կառուցում են, վստահ եմ, որ դրանից լավ չափանիշներ չկան։ Ես անձամբ եղել եմ այդ դպրոցներում եւ տեղական։ Չէ, որակի եւ մնացածի մասին խոսք չկա։ Որակի ընդհանուր մոտեցումների հետ կապված, չգիտեմ, այդ մասով մի քիչ մասնագիտական են նաեւ, բայց զուտ վիզուալ տեսնելով այդ ամեն ինչը, ենթադրում եմ, որ միգուցե մի դեպքում ինչ որ սխալ է եղել, կարող է սխալ տեղեկատվություն ա եղել կամ նախագծի ինչ որ սխալ բան ա եղել, բայց չգիտեմ, ինձ թվում է դպրոցաշինությունը մեր մոտ լավ է, իդեպ ասեմ 12-րդ դպրոցն են մեր երեխաները, որ դիմել են, արդեն հաստատված է, շուտով կսկսվի կապիտալ վերանորոգման աշխատանքները, ժամկետը չգիտեմ, բայց ենթադրում եմ նոր տարից հետո։ Շատ ավանցնենք առաջ, Լուսինե։ Արդյոք համայնքային ծրագրեր, որոնք ձախողվել են։ Որոնք դուք համարում եք ձախողված ծրագիր։ Այո, ցավոք սրտի եղել են ձախողված երկու իմաստով, եղել են ծրագրեր, որ հիմա էլ դեռ թղթի վրա են, չեն իրականացվել, ես դա եմ համարում ձախողված։ Բայց նաև եղել են ծրագրեր, որոնք ոնց որ թե տենց արվել են, բայց մի քիչ որակի հետ կապված խնդիրներ ա եղել, բնականաբար փորձում ենք շտկել։ Կարող եք նշել 1-2-ը։ Ну, կարող եմ նշել, բայց չեմ ուզենա հիմա նշեմ, որովհետև հնարավոր է փոխվի այդ ամեն ինչը, հա, վերանորոգվի, ավելի լավ վիճակ ստանա դրա համար։ Բայց կան այո ծրագրեր կան, որ դեռևս չեն կատարվել, ես դա եմ համարում ձախողված։ Բայց հենց կատարվի արդեն։ Պարոն Գոմաշյան, հաջորդ հարցը ես գիտեմ, որ դեկտեմբեր ամսին բյուջեի եկամուտների ծավալները աճում են, որովհետև մարդիկ սպասում են տարվա ընթացքում վերջ գույքահարկ եւ այլն վճարելու մասին։ Ինչպիսին է այս տարվի ընդհանրապես ինչքան է Ալավերդի համայնքի 2025 թվականի բյուջեի ծավալը։ 25 թվականի բյուջեով 596 միլիոն դրամ սեփական եկամուտներ, 61 միլիոն դրամ սեփական եկամուտներն են կազմել։ Այս պայմանությամբ մենք ունենք, կարելի ասել, գրեթե 100% կատարում, մի քանի օր է մնացել, եւ ընդհանուր առմամբ կատարողականը համայնքում վատ չի, բայց այստեղ նաեւ ունենք ինչ խնդիր։ Ունենք նաեւ բյուջեի հա իրատեսական եկամուտների կազմում, հա եւ ճիշտ կազմում ավելի ճիշտ իրատեսական եկամուտներ։ Համայնքում կան այո շատ բացեր, որ այդտեղից կարելի է սեփական եկամուտներն ավելացնել։ Տարբեր, օրինակ, վերջերս եմ իմացել, նաև էտել էր, հա, աշխատակիցների խնդիր, օրինակ հարկային բաժնի խնդիրներ, որին անդրադարձ ես կատարել եմ, չգիտեմ ինչքանով է տեղեկ, ինչքանով չէ, բայց ոչ անձի հետ կապված, այլ ընդհանրապես։ Օրինակ սեփական եկամուտներ կարող են գեներացվել եւ կան օրինակ ճաշարաններ, ռեստորաններ, հա, որոնք օրինակ չունեին ինչ վերջերս թույլտվություն, հա, թույլտվության արժեքը, չգիտեմ, երամսյակը կարող է 10 թե 15,000 դրամ է։ Այսինքն նմանատիպ եկամուտներ է, որ հաշվարկենք, վստահաբար մեր եկամուտները շատ կլինեն։ Մի 100% գրեթե կատարել ենք, բայց նաև անընդհատ օգտվելով ուզում եմ մի բան հորդորեմ մեր բնակիչներին։ Օրենքը փոխվել է եւ մեքենաների գույքահարկը, եթե այն ժամանակ զրոյական պարտադիր էր, որպեսզի տեղ զննում անցնեն, հիմա պարտադիր չէ։ Մեր շատ բնակիչներ չեն վճարում գույքահարկը, մտածելով դե տեղ զննում ունեն, գույքահարկ չունենալու։ Հորդորում եմ մեր բնակիչներին եւ տեղեկացնում եմ, որ չվճարված գույքահարկը, հա, մեքենաների գծով հավելյալ իրենք հարկ են վճարելու
տուգանքի կերպով, տուգանվելու են, այսինքն ով որ ուշացրեց, ամեն ուշացրած օր իր գույքահարկը ավելանալու, կուտակվելու է, այո, եւ խնդրի առաջ են կանգնելու, եւ ընդհանրապես հարկերը վճարելիս կամ գույքահարկը վճարելիս վստահ ասում եմ հարգելի բնակիչներ, հարգելի ալավերցիներ, դուք վճարում եք հարկերը, իսկ մենք ձեր հարկերով կառուցում ենք մեր քաղաքը, մեր բնակավայրը։ Պարոն Ղոմաշյան, ինչպես եք վերաբերվում քննադատություններին, որ քննադատությունն է ամենից շատ ձեզ անհանգստացրել եւ ինչու։ Դե ասեմ, երբ որ երկար ժամանակ քննադատություն չեմ լսում, ես անհանգստանում եմ, որովհետեւ իրականում այդպես է, որովհետեւ ես մտածում եմ, որ դժվար թե այդպես լրիվ իդեալական մենք անում ենք մեր աշխատանքը, ուրեմն մի բան ընդհակառակը այն չենք անում եւ մարդիկ չեն ուզում դրա մասին խոսալ։ Դրական եմ գնահատում քննադատությունը, բայց գիտեք այն հիմա ասա ուզում եմ, չգիտեմ, ասածայնեմ էլ թե չէ, բայց այն Facebook-յան էջերում մեկ լինում է, հա, այդպես ֆեյքերը։ Անգրագետ ինչ-որ ռուսա, անգլերենախառը տարերով ինչ-որ անիմաստ բաներ են գրում, որի իհարկե այդպես հետևող չեմ ես այդպես շատ Facebook-յան գրառումներին եւ այլն, բայց օրինակ դրանց մի քիչ շատ վատ եմ արձագանքում, որովհետեւ նախ եթե բան կա ասելու, ես միշտ հայտարարել եմ, մեր հեռախոսները հասանել են, մեր դռները բաց են, շատ ազատ մարդիկ կարող են գալ, ու շատ դեպքեր ա եղել, շատ դեպքեր, որ մարդիկ եկել են, իրենց կարծիքը հայտնել են, քննադատությունը բարձրաձայնել են, ու դա մեզ համար լավ է, որովհետև մենք կարող ենք, եթե չքննադատեն, մի սխալը կրկնել, եւս մեկ անգամ կրկնել, ու դա մեզ համար օրինակ թե քաղաքական առումով, թե անձնական առումով դառնա ինչ-որ ճակատագրական բան, բայց երբ որ քննադատություն ես լսում, ու իրականում տեսնում ես, որ իրոք դու սխալ ես արել, բնականաբար դա լավ է, քո սխալը ուղղես, այո, անցնես առաջ։ Իմ պատասխանը դրական։ Տեսեք, մասնավորապես կա կարծիք, որ ձեր կողմից նշված ծրագրերը, որոնք ինչ խոսք գովելի են, նախընտրական փուլում արվող աշխատանքներ են առաջիկա 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Եվ որ ձգձգվել են վերջի 1 տարում, գծվել են այս ամիսներին, որպեսզի այ ընտրություններից առաջ անընդհատ ժապավեններ կտրվեն։ Հիմա նայեք, ես չգիտեմ դրա մասին բարձրաձայնել եմ թե ոչ, բայց մեր այս ծրագրերի հիմա տեսեք, դներեք, մենք ունենք նախատեսված ծրագրեր, սուբվենցիոն, հա, որ պիտի մյուս տարի դիմենք կառավարություն 26 թվականին շուրջ 3 միլիարդ 750 միլիոն դրամի։ Հիմա այս պահին, ինչպես իմ խոսքում նշեցի, ընթացիկ ունենք ծրագրեր, որոնք կատարվում են 3 միլիարդ 257 միլիոն դրամի։ Ու դրանք տարբեր, ճանապարհաշինություն, ջրագծեր, չգիտեմ, կոյուղագծեր, այգիներ, լուսավորություն եւ այլն։ Հիմա հարց. արդյոք մենք չենք ուզենա, որպես կառավարող ուժ, ղեկավարող ուժ, որ այս իմ նշած 3 միլիարդանոց ծրագիրը արդեն կատարված ավարտված լիներ, եւ մենք հիմա սկսենք եւս 3 միլիարդ։ Կուզենայինք բնականաբար եւ այսինքն դա տարվա հետ կապ չունի, երբ որ դուք ավարտում եք թերթական ծրագիրը, կարող եք նորին մասնակցել։ Ես ուղիղ ասում եմ, դա անհեթեթություն է։ Իրականությունը հետեւյալն է։ Երբ որ կառավարությունը որոշում կայացրեց, իդեպ դրա մասին ես չգիտեմ ձեր տաղավարում թե այլտեղ խոսել եմ, երբ որ որոշում կայացրեց, որ նախագծող կազմակերպություններին լիցենզիայից զրկեց եւ պարտադրեց նոր լիցենզավորման, 4 ամիս մենք որևիցե աշխատանք չենք կարողացել կատարել։ Հիմա հարց, խի կառավարությունը չգիտեն, որ 26 թվին ընտրություններ ա լինելու, եկը թողել այդ լիցենզավորված կազմակերպություններին այն ժամանակվա, հա, կանեին իրանց նախագծերը, ճակերտավոր, լավ, վատ, կապ չունի։ Կգար 26 թիվը, կավարտվեր, հետո կաներ։ Որովհետև եթե 4 ամիսը թողային իրոք, մենք հիմա սկսել ենք այլ ծրագրեր։ Այս հիմա թվարկած ծրագրերը, երբ որ ասի ավարտված ունենք օրինակ թվով 10 ծրագիր այս պահին, մնացած 30-ը ընթացքի մեջ են, մենք ավարտած կլինենք թվով 30-ը, կունենայինք ընթացիկ եւս 15 եւ նորը եւս օրինակ 30։ Դրա համար սա ուղղակի, չգիտեմ, անհեթեթ հայտարարություն է, որ որից մեկը կարող է անել, որ մենք անում ենք ընտրությունների համար։ Բացառված է նման բան։
ոչ նման հրահանգ ունենք, ոչ նման մոտեցում ունենք, ոչ էլ նման քաղաքականություն երբևիցե մենք վարել ենք։ Ադելավ չխոս։ Անցնենք առաջ։ Երբեք վերջին անգամ անցկացրել բաց քննարկում բնակիչների հետ։ Լինում են արդյոք այս ձևաչափով հանդիպումներ։ Եղել է մի քանի անգամ եղել է, բայց մի անգամ ենք տենց հայտարարությունով հանդես եկել, հանդիպել եմ Սարահարթ թաղամասի բնակիչների հետ, իդեպ այդտեղ մի խնդրանք ու առաջարկ կար, ոնց որ թե մինչև հիմա չենք կատարել, բայց խնդիր կար դրա այդ հարցի լուծման հետ կապված, բայց ուզում եմ մի բան արձանագրել, որ ցավոք սրտի շատ քիչ բնակիչներ են եկել, ցավոք սրտի։ Ես ճիշտ ասած չհասկացա ինչու։ Իմ կարծիքով մի քանի պատճառ կարող է լինել, բայց իմ կարծիքով ամենամեծ պատճառներից մեկը դա ենթադրում եմ անհետաքրքրությունն է, հա, մարդկանց կողմից, օրինակ, չգիտեմ, քաղաքում կատարվող աշխատանքների վերաբերյալ կամ իրենց բակի աշխատանքների վերաբերյալ ենթադրում եմ, թե չէ մենք հայտարարել ենք նախապես, որ ցանկացած հարցեր կարող է գալ բարձրաձայնել, մշակույթի տանն է եղել, թվով 35-40 մարդ էր եկել մոտավորապես, որի համար ես ընդեղել եմ ասել, ցավում եմ, կփորձենք նոր տարի։ Բայց կարծում եմ դա վատ թիվ չի եղել։ Հաշվի առնելով բնակչության վերջին շրջանում իսկապես ձեր ասած անտարբերություն։ Մենք էլ այս հաղորդումից առաջ հայտարարություն տվեցինք, ու մենք մտածում ենք, որ այնքան հարցերի հեղեղ է լինելու, որ չենք կարողանալու ընտրել, թե որ հարցը տանք։ Սակայն այդքան էլ շատ չեղան հարցերը։ Հիմա ես հարց տամ, հա։ Մեր քաղաքում հələ գյուղական բնակավայրերն էլ ասենց ասած մի կողմ դրել քիչ հարցեր կան, քիչ բակեր կան, քիչ խնդիրներ կան։ Մարդիկ անտարբեր են իսկապես։ Դուք ունեք հարցումներ, թե համայնքի բնակիչների որ մասն է վստահում ձեզ եւ կցանկանաք տեսնել։ Ես ճիշտ ասած նման հարցումներ չեմ արել ու չգիտեմ դրա իմաստը կա թե չկա, բայց կներեք նախորդ հարցին էլի հանրադառնում։ Բայց ես սա ոչ թե ուզում եմ վիրավորեմ մեր բնակիչներին, այլ ուզում եմ ընդհակառակը ոգևորեմ իմ ասածով, որ ինչքան հնարավոր է մեզ իհարկե ֆիզիկապես էլ պիտի դա հա տենց ասած բանի մեջ լինի հսկողության տակ նաև հնարավորության սահմաններում լինի, բայց ինչքան մեզ հարցեր ուղղեն, ինչքան մեզ այդ նմանատիպ հանդիպումներին գան, մենք խնդիրները վերհանենք, այո, այդ պահին չի լուծվի, այո, մի ամիս հետո չի լուծվի, կարող է կես տարի հետո չլուծվի, բայց մի տարի հետո հաստատ կլուծվի։ Իսկ եթե այդ խնդիրը դու վեր չհանես, հա, այդ խնդիրը մենք չենք իմանա ու տասնյակ տարիներով չի լուծվի։ Այսինքն նմանատիպ հանդիպումներ ես փորձել եմ նոր տարուց հետո, հա, 26 թվականին էլի հիմա էլի կասեն դե նախընտրական է, բայց իրականում մենք մի անգամ արել ենք, հետո ներքևի հատվածում քաղաքում ենք ուզում կազմակերպենք, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ինքնուրույն ժամանակի հետ կապված էր, չկարողացանք կազմակերպել, բայց դե հիմա ինչ կմտածեն, բնականաբար ես իմ աշխատանքն եմ կատարելու, որ բնակիչներն են ընդունում։ Հանդիպումների ժամանակ նաև ճշգրտում են այն ծրագրերը, որ նախատեսվում են, իրականացվում են, կազմվում են, շատ հետաքրքիր է, որ մարդիկ ինչ են ուզում, ինչ են մտածում, ինչ են առաջարկում։ Մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, պարոն Ղումաշյան, ես կուզենայի մի այսպիսի հարց ուղղել։ Դուք մասնակցում եք վարչապետի այդ կիրակնօրյա պատարագներին։ Ես մեկ անգամ մասնակցել եմ, այո, մնացած անգամները չեմ մասնակցել, բայց հնարավոր է ապագայում ևս մասնակցել, եղել է ժամանակի ու աշխատանքի բերումով։ Իսկ այս Ընդհանրապես պատարագների ես մասնակցում եմ, չեմ ասի ամեն կիրակի, բայց աղթալայում եմ շատ լինում, հաշվի առնելով որ շնորհ եմ բնակվում ու բացի այդ էլ միշտ աղթալայ եմ գնացել, տարբեր եկեղեցիներում լինում եմ, Երևանում էլ երբ որ ժամանակ է լինում, որ այցելում եմ Երևան, կիրակի օրերը եղել են օրեր, որ այցելել եմ պատարագի, ինքս իրականում հավատացյալ եմ եւ այցելում եմ ու կայցելում եմ։ Պարոն Ղումաշյան, մենք ժամուկեսի արդեն զրուցում էինք, հաղորդման սկզբում հարցրինք առաջադրվելու եք Ալավերդի համայնքի ղեկավար հաջորդ ընտրությունում։ Այս ընթացքում չհասցրիք որոշում կայացնել։ Ոչ, չեմ իրականում ես ասում եմ, սա այլ կերպ չընդունեք, ես այդ դրա մասին համարում եմ որ վաղ եմ մտածել, որովհետեւ դեռ
27 թվականի մինչև սեպտեմբեր ագին ժամանակ կա, ու ես չգիտեմ ինքս իրոք կուզեմ առաջադրվել, իսկ իմ ուզելը միայն մի բանից է կախված, եւ որ ես զգամ, որ համայնքի բնակիչներն էլ կուզեն, որ ես առաջադրվեմ, ամենաշատը դրանից է կախված, ես կառաջադրվեմ թե չէ։ Ուրեմն պետք է հարցումները սկսել հունվարից հետո։ Հնար դեռ մենք պետք է աշխատենք հետո դրա մասին մտածենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար, հուսանք, որ առաջիկայում հանդիպումներն ավելի հաճախակի եւ պարբերաբար կլինեն եւ համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները եւ վերջում ձեր շնորհավորական ուղերձը խնդրեմ մեր հեռուստադիտողներին։ Բնականաբար շնորհակալ եմ հրավերի համար եւ սրտան շնորհավորում եմ մեր հեռուստադիտողներին, մեր համայնքի բնակիչներին, ցանկանամ իրենց ընտանիքներում ամենակարևորը լինի առողջություն, ներդաշնակություն, սեր, համերաշխություն եւ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին, ասեմ, որ եթերում բաց քննարկումներ եւ բաց քննարկման այսօրվա հյուրը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն էր։ Առաջիկայում կշարունակենք նման հաղորդումներ կազմակերպել, փորձել ծանոթացնել ձեզ համայնքապետարանի նաեւ մյուս բաժինների աշխատանքներին։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորը եւ սուրբ ծնունդը, մաղթում եմ բոլորին ամենայն բարիք, իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։